Սուր եւ ծանր հարցեր։ Այսօր մենք հավաքված ենք, որ իրար հետ խոսենք գարկմը հարցերու շուրջ։ Հարցեր, որոնք սուր են, խորունգ են եւ նաեւ գոբիդ են։ Հարցեր, որոնք չեն գրնարփեմ են պատասխանվել, կամ նաեւ չեն համարցագիր մարդիկ, որ հարցնեն։ Գուզեմ ծանոթացնել մասնագետներուն։ Հովիվ Սևակ Պարսեխյան, Հովիվ Սերժ Քյուրիմյան եւ Տամար Ճաղլասյան։ Նախքան սկսենք, գուզեմ սկսի լսելով, որ ես ցեզի շատ կսիրեմ, եւ այս բոլոր հարցերը իմ կողմեն չեն, այլ մարդոց մտքերում այդ զակած հարցեր են, որոնք այսօր ես հոսեմ բարձրապես ցեզի ուղղելու համար։ Եկեք սկսենք։ Հովիվ Սևակ։ Ինչու դարիներ հետո ցկեցիք Լիբանանը եւ կացիք Հայաստան։ Չէ որ մարդիկ գսեն բادرազմը սկսավ, Լիբանանի վիճակը վադացավ եւ հետո կացիք Հայաստան, գարձես փախուստի բես։ Ինչ է ցեր գարձիկը այս բոլորի նկատմամբ։ Նախ ցավալի է, որ մարդիկ այսպես կմտածեն, որովհետև ես լիբանանցի չեմ։ Ես ծնած եմ Հայաստանի մեջ, ու Հայաստանի հյուսիսը ծնած եմ, որ դպրոց չլալու պատճառով, գրթության ուսումի պատճառով, որ չգար ոնդեղը, դպրոցներուն պատճառով եկել եմ Երևան։ Հետո դարիներ հետո արդեն հասկացել եմ, որ Աստված է ձեռագրած ինձի բերելու Երևան, որովհետև Երևանի մեջ փրկություն ունեցա, այսինքն Հիսուսին ընդունեցի, մեր եկեղեցի մտա։ Հետո գոչումս հասկացա, որ Աստված կանչեր է ասկերու համար, արաբերեն լեզուն ալ բարաբի չէի սորված, ու մեկ են թրիչ կատարեմ, ասեմ, որ Աստված ղրգեց ինձի Հալեբ Լիբանան։ Եվ որևէ մեկը չի կրնար ասել, որ ցմահ է, որ մինչև մահանալն է, որ դու պիտի մնաս, չնայած թե ես, թե ընտանիքս որոշել էինք, որ Աստված ուր որ ղրգե, մենք պատրաստ ենք երթալու, եթե չղրգե, մեր հայրենիքի Հայաստանի մեջ պիտի ապրենք։ Բայց ղրգեց եւ ժամանակ չսա որքան է, որ պիտի մնանք մենք Լիբանանի մեջ։ Մենք ալ եկել ենք գլուխնից կախ կծարայենք խոնարհապար, մինչև որ 12 տարի դեվեց։ Եվ 12 տարին, երբ որ գնայինք, անանք չէր, որ մենք որոշեր ենք 12 տարի, ոչ, եթե նույնիսկ գիտնայինք, որ 12 տարի պիտի լա, սկիզբեն շատ դժվար պիտի լար, որովհետև գեսերուն շատ մեծ դժվարություններ ունեցել ենք։ Բայց ինչպես որ շարժումը գա գոչվի leave dead, ապրիր մեռած, այսինքն ինչպես որ Պողոս Արաքյալը կսե ոչ թե ես, այլ Քրիստոսը որ կբնակի իմ մեջ, ես, ադանգալ նույնպես նշանաբանով, այդ նշանաբանով եկել ենք ապրելու, ուր որ Աստված կանչեր է նույնիսկ մեռնելու պատրաստ ու մինչև մահ հոստեղը ծառայելու, որով չենք գիտեր ժամանակ։ Ու ադենը եկավ, որ ներսի թին կսկաս, քու ներսդ կսկաս, որ կարծես ժամանակը վերջացել է այդ բանի համար։ Ու քննեցի իմ ծառայող եղբայրներու ու պատասխանատու եղբայրներու եւ Հովիվին հետ, ավակ Հովիվին հետ։ Ու հետաքրքիրն ինչն էր, որ չեմ գիտեր անթիվ անգամներ եմ խնդրած իմ ավակ Հովիվին, որ աղոթե մեզի համար, բայց երբ որ այդ օրը ասի Հովիվս գուզեմ, որ ինձի համար աղոթես, սավ մեկ են, սավ գսկաս, որ ժամանակը վերջացել է Լիբանանի մեջ։ Գարձես թիմելուս իմաստը վերացավ։ Ու ես ալ սկացի, որ վերջացել է։ Այսինքն դուք մինակ որոշում 12 տարին գարձես գադարելության տարին է, երբ որ գնայես նույնիսկ Սուրբ Գիրքի մեջ, չէ, որոշում չէր ադի։ Ընդհակառակ, չէ, որոշում չէր, իմ համար ամենաաղվոր տարին էր, իմ համար եւ իմ ընտանիքի համար, որովհետեւ ես շատ ավելի դժվար տարիներ ունեցել եմ, ցանելու տարիներ, եթե չես ցկած եկել է հնձելու տարին, որ պիտի հունցքը հնցես, ինչու պիտի ցկես երթաս, ինչ որ Սուրբ Գիրքի մեջ կսե ավար բերողները ինչա երջանիկ են, չէ, ավար որ գերտաս սեկտի ետ կպերես թշնամին կողցերի ետ կպերես ավելի երջանիկ ես, քան թշնամին վրա հարցակելու ադեն։ Դժվար է գրնալալ ձեզ ու դես գրնալալ սպանվիս։ Վստահ։ Ու եկել է հենց հունցքի ադեն ու Աստված կսե կնա։ Եվ խոսքի մեջ կա այդպիսի բան, որ մենք կտեսնենք, որ գսե ասի գցանե մյուսը գհնցե եւ այլն, գա ասպիսի բան։ Եկել է ժամանակը, որ պիտի երթամ։ Ու իմ ամենալավ ադենը։ Չնայած որ Լիբանանի կացությունը այդ ադեն ամենակեշն էր։ Այն մարդիկ, ովքեր որ գսեն քեշ ադեն ես ցկած, շատ կսխալին, թող երթան լավ սերդեն, ես որ տարին եմ կացած։ Ես վերադարձել եմ 22 թվականին հոս, 21-22 թվականին հոս, որ Լիբանանի մեջ
ամենադժվար տարին է եղած, ամենադժվար տարին, որը որ մեր դունը 10-րդ հարկն է գրեթե 20-ի պես, որ մենք 2 ժամ միայն հոսանք ունենք, էլեկտրականություն ունենք, 2 ժամ, բայց մենք որոշեցինք վերադառնալու հոս եւ ամենաձանր տարիները եւ դարին անցնելու մեր ժողովրդի հետ, մեր հայ ժողովրդի հետ եւ ընդհանրապես որով որ գծարայինք։ Ատկե հետո իմ մեր վերադառնալու ադեն ամեն ինչ շտկվեցավ։ Ոչ թե լման 100-ը 100, adank չէ, adank միջև հիմա ոչ մի երկիր 100-ը 100 չէ, բայց շատ ավելի լավ էր ադեն։ Բայց մենք այդ ադեն ամենամեծ դժվարությունը մենք մեր ընտանիքով կքաշեինք, որով բարձրակ շենքի մեջ ջուր չելեր, հոսանք չկա, բայց մենք շատ երջանիկ էինք ու իրար կվգայինք ես եւ իմ դիգինը ծառայողներով, որ երջանիկ ենք անոր համար, որովհետեւ Աստծո կանչն է, որ մենք հոտ տեղը լանք։ Այսինքն մարդը որ կմտածի ես ամենակեշ ադեն փախա, կուզեմ սերդե ինչ նկատի ունի։ Ես գիտեմ ինչ նկատի ունի, եւ որ ինչ որ կռիվները սկսա վլալու, բայց ես կուզեմ հիշեցնել ես երբ եմ եկած Լիբանան, հենց պատերազմի ադեն։ Եվ որ բայթյումներ գլար ամեն շրջանի մեջ ու չես գիտեր ուր, չի բռնվիր։ Չես գիտեր աստեղը կբայթի թե այնտեղը կբայթի ու իմ հովիվը կանչեց ինձ սա որ գսեն որ Սուրիայի պատերազմը կմտնի Լիբանան արդեն այն ադեն 11 թվականին երբ որ Սուրիայի մեջ պատերազմը սկսավ բան գսեն ով ինչ գիտե եւ ով ինչպես կմտածե սա որ Լիբանանի մեջ կմտնե Եգուր թաթար առ եւ մի քնահուն ես իրեն պատասխաներ եմ երբ որ նոր ամուսնացած երեխասալ 5 ամսական է ասի տեսիլքը ծանր ժամանակներուն համարեալ միայն թեթև ժամանակներու համար չէ որ տեսիլք ունենք ուրեմն Լիբանանի վիճակը լավ է յալա երթան կնենք ամեն ուրեմն ծանր է բայտումներ գլա վտանգավոր է ուրեմն չենք երթար ասի հովիվ ջան երթանք տեսիլք ունենք չի նայր այդ վիճակին եկանք շարունակվեցավ այդ բայտումներն ալ ամեն ինչն ալ գերեզմանները դաունթաունի կով գա բայտած մարտոս ադոնք հոն չգային Եգերենք ու եղերը ու ամեն վարգյան միշտ լուրեր լսողները մեր եկեղեցի մեջ կսեն որ հիմա թշնամիները կմտնեն նաև Լիբանան ու ես ադորմասի եկեղեցի մեջա կխոսեի ժողովուրդ մի վախնակ հույս կուտայ ես ալ մեջը լալով բզդիկ երեխա ունենալով այսինքն ես ադատեն չփախա եկավ այդատեն որ բարձրապես հոսանքի խնդիրը ադե ատկե պիտի փախնի եւ ամենը վատ շրջանին որ նորը սկսավ ես հոնեմ ինչեւ որ շտկվավ եկեղեցի մեջ ալ ամեն ինչ մենք ունեցանք ծառայությունները հոյագապ կծաղգին պարապանության խումբը մեդիան ամեն ինչը ու ես այդադեն պետք է ցկեմ երթամ ախելքեմ ոչ ասուգանչի յետևեն եմ եւ ոչ մեկ իրավունք չունի ասելու ինչու եւ այլն որովհետեւ ես հոս չեմ ծնած ասալ իմ երկիրը չէ ես եկել եմ առաքելության իմ առաքելությունը այդքանով այդ տեսակով ավարտվեցավ Աստված հստակ խոսեցավ նաև հովվի միջոցով հաստատվեցավ որ դարբեր կողմերեն ու միայն հովվի միջոցով չէ եկեղեցի անդամները նույնպես առանց որևէ բանի հասկացան որ ժամանակն է որ ես երթամ եւ ես հետաքրքիր բան ասեմ նաև լրացուցիչ որ գսեմ փոխապերական իմաստով անշուշտ չբռնեք փուն իմաստով Աստված ամենալավ ջադրակ շախմատ խաղացողն է ինքը գիտե երբ որու ուր տանի ինչի համար ու ինչ նպատակներ ինքը ունի հոս ուրիշ նպատակ ագա Սևակ Բարսեղյանը դուրս եկավ Լիբանանեն որովհետև եթե Սևակ Բարսեղյանը մնա հոն միշտ պատասխանատվությունը իր ուսերուն պիտի մնա ինքը պիտի զարգանա եւ ուրիշները չեն կրնար այնքան աջիլ ինչ չափ որ ինքը ելա ձնավ ասանք հրաշալի մարդ ասանք մարդ եւ ուրիշ մարդիկալ միայն իրենք չեն ուրիշ ալգան իմ ելելով ուսերուն իրենց ուսերով վրա պատասխանատու եղավ եւ իրենք սկսան շատ կարոզելու աջելու բաննելու ասա շատ կարեւոր բան այսինքն մեկը պիտի ցկե իր տեղը որ ուրիշը պատասխանատվություն շալգե որ այդ պատասխանատվության պատճառով իրենք ալ դառնան լուրջ հզոր մարդիկ այնպես որ ես պարզապես մարդկային որոշում չարի որ հիմա եկերը ժամանակ իմ ընտանիքս վերցնեմ ու երթամ ոչ Աստված խոսեցավ Աստված հաստատեց 10 հոգի են ավելի մարդոց միջոցով ալ անցամ խոսեցավ ինձի հետ ալ ներսես Սուրբ Հոգի ունեցող մարդիկ են կավադանք որ Աստված կխոսի եւ ես ելակացի եւ փաստվեցա որ ադի ամենը ճիշտ է ու հիմակվա վիճակն ալ կփաստե որ ճիշտ է որովհետեւ եկեղեցին չքայքայվեցավ եկեղեցին չդգարացավ ընդհակառակ եկեղեցին զորացավ
եւ Աստված փաստեց, որ կրնան մարդիկ բարձրանալ ու զորավոր ցեով շարունակել այն գործը, որ Աստված սկսել է ոստել։ Ամեն։ Ամեն։ Հովիվսեր, դուք ինչու չկացիք Հայաստան կամ որևէ այլ երկիր եւ ինչն է ցեզի Լիբանանի մեջ բահողը։ Շատ հետաքրքիր է, ես գուզեմ որ ասանգ սկսել պատասխանին։ Ես շատ հայրենասեր տղա եմ եւ նախքան Աստծո ճանչնամ 2019-ին իմ կյանքս փոխվեցավ։ Լալով հայրենասեր տղա ես շատ կփապակեի եւ մինչեւ անշուշտ է գսիրեմ իմ հայրենիքս, որ ես Հայաստան ապրեմ։ Հիմա Նույնիսկ Արցախ։ Նույնիսկ Արցախ, այո, հadoop կշեշտեմ։ Շատ գավված է Աստծո գամքին հետ, թե ես ինչու հոսեմ, որովհետեւ ճանչնալով Աստծո, փնտրելով իր գամքը, ես դարիներու ասմիկանի դարվա մեջ հասկացա, որ ես պետք է հոս մնամ, եւ ինչպես որ հիմա արդեն գիտենք, ես հովվական ծառայության մեջ եմ Լիբանանի եկեղեցիի մեջ, եւ որպես հովիվ գծառայեմ եւ գիտեմ, որ Աստծո գամքն է ասի ինձի համար, նորեն գուզեմ շեշտել, չնայած որ ես լիբանանցի եմ, բայց ըլլալով հայրենասեր տղա, ես շատ գսիրեմ հայրենիք եւ գսիրեմ ապրել հոն, բայց ինձի համար ավելի բարձր է Աստծո հնազանդիլը, քան թե իմ փապակները։ Ամեն։ Ադորամար ես կրնամ ասանք բարձել, որ ես ինչու հոս մնացի կամ հոսեմ, որովհետեւ ադիգա Աստծո գամքն է ինձի համար, որովհետեւ ես հագարագը երանելի գսեվեմ ես ինձի, որ ջանցեր եմ Աստծո եւ ջանցեր եմ այն աստվածային գամքը, թե ես ուր լամ եւ ինչն եմ։ Որ ասի մարդուն համար շատ երանելի լուրջ բան է, չէ՞, որ մարդը գիտնա ով է իր Աստվածը, ով է ինքը եւ ինքը ուր լա եւ ինչն է։ Խորհուրդ բաներ հասկացող մարդու համար։ Խորհուրդ բաներ հասկացող մարդու համար, Աշխարհին համար այո, խենթություն է։ Անշուշտ, այո, ապրելի երթանք, Ամերիկա ապրենք, Եվրոպա ապրենք, ուր որ հաց հոնգած, ասենք։ Ադորամար գուզեմ շեշտել այսօր իմ հոսը լալս, այսինքն դժվարությունով չէ։ Աստծո գամքը ինձ համար շատ հաճելի է եւ ես ոստեղն եմ, գծարայեմ, ուրախ եմ, բարձ ասանք կրնամ պատասխանել, թե ինչու հոսեմ։ Աստծո գամքի համար։ Ամեն։ Այսինքն հիմնականով ուր որ Աստծո գամքն է, վերջնական բոլորս։ Այո, իրականության մեջ ադիկա է։ Ամեն։ Հնազանդությունը ամենաբարձր բանն է կրնան գսել, որ մարդը կրնա Աստծո հետ ապրել այդպես։ Ամեն։ Լավ, իսկ հիմա հարցումս Տամարին։ Տուն Հովիվ Սևագի օգնականն էիր, Հովիվ Սևագը քնած եւ եկավ Հովիվ Սերժը, որ 23 տարեկան ամփորձ տղա էր ու դարձավ անկու Հովիվը։ Ինչպես ընդունեցիք այս փաստը։ Որպես սկիզբ ինքը ինձ համար շատ բարձ տված, այո, փոխվեցավ Հովիվը եւ վերջը Աստծո հնազանդ քարակտերը որ գա, որ Աստծո մի հնազանդինք, քու վրայի տրված պատասխանատվության, հեղինակության տուն հնազանդ մի դելաս եւ իդենտունից, որովհետեւ գիտեմ որ ես նախ Հովիվ Սևագը ինքը Աստծո ցայնը լսող մարդ է, ես գվստահեի իմ Հովիվին եւ գվստահիմ դիրոջ հոգին որ իմ մեջ էր որովհետև այն հադեն Հովիվը երբ որ ինքը ստացել էր Աստուծո եւ Հովիվ Արտուրը որ ստացել էր Հովիվ Սևագը մեզմե ասինքն իր օգնականներեն իր ծառայողներեն ավակներեն խնդրեց որ իրենք ալ աղոթեն իրենք ալ առանց նյութը ասելու որ ինչ է նյութին ասինքն նպատակը առանց թեման ասելու եւ ամեն մեկենից կացին աղոթեցինք եւ ամեն ով որ աղոթեց ուղղակի գիտավ ասինքն որ նյութը ասինչ բանի համար էր Մուրցերը ես ասեմ որ ասանք աղոտ կալ եղել այո ամեն մեկը ստացան ամեն մեկը զատ առանց գիտնալու նյութը ինչ է ոչ բոլորը բայց մեծամասամբ ավակները ոչ բարձ անդամները չէ ավակներուն էի դիմաց որ աղոտ հadoop աղոթեց չէ այո իսկ յետքը ընթացքին որ ես սկսա Հովիվ Սերժին հետ ծառայել Adank չէր որ մտքեր չէր կար եւ այդպես չէր որ շատ հեզասահ ընթացավ ընթացքը շատ եղավ կոնֆլիկտներ շատ եղավ ասպես ասվածության դաշվիլը եւ իդելա բայց ես ադի միշտ կսեմ մինչեւ վերջ կացողը բդուղը կստանա եւ Հովիվ Սերժին որ սիր որ ամփորձ եւ այլն Երդասարտ ադիբիցե որ ես 11 տարի ինձ մե բզդիկ օրինակ ես որ խոսեի Հովիվ Սերժին հետ ինքը այսինքն ինձ խորհուրդ գուդար քաղաքապարներ գուդար ինձ միտք կար որ ասում ամենը գիտես ես բայց միտքը որ ինձ կար գլերեցնե այդ միտքին գսեի որ ես եթե ասիկա գիտեի եւ գիտեմ 10 անգամ լսել եմ Ես 50 անգամ եւս մի լսեմ Հովիվ Սերժեն, որովհետեւ ինքը իմ վրաս գարկված Հովիվ է, ինքը օծված է։
Չհետաքրքրել ինձ ոչ դարիքը, ֆիզիկական դարիքը, չհետաքրքրել ոչ էլ հոգևոր դարիքը, որտեղ Քանի անգամ քեզ մի վզդիկ է հոգևոր տարիքը։ Այո, ճիշտ, 3 ադիգա։ տարվա ապաշխարածը Ճիշտ։ եղավ հովիվ, որը ֆենոմենալ բան է, որը ասենք չի հասկացվելիք բան մնե եւ չամուսնացած, այսինքն ամեն ինչ ըստ օրենքներու չի քալեր, չի բռներ իրար։ Մարդկային մտածումով չի բռներ, բայց մեր դրամապանությունը, Աստծո դրամապանությունը չէ, անոր միտքերը մեր մտքերը չեն։ Ամեն, այո։ Սկիզբները ես այդ միտքերը գուկար, որ գրնալալ հովիվը հիմա ասում եմ փորձառու ինչպես են ես օգնեմ իրեն, բայց երբ որ ես գուկայի, որ իմ նախին փորձառությունովս օգնեի հովիվին, հոն մենք, այսինքն ես գտեսնեի, որ իրական հոն փորձառությունը չի է։ Իրավ ես անցամբ խորհուրդ կուտամ ամեն մեկուն մեզի դիդողներուն, որոնք իրենք դարիքով մեծ են եւ իրենց պատասխանատուները դարիքով բզդիկ են։ Վստահեցեք այն օծության, ուզեմ նայեմ կամերային, վստահեցեք այն օծության, որ իրենց վրա տրվել է, որովհետեւ իրենք չեն, այլ իրենց վրայի օծությունն է։ Նույնիսկ սխալին քու բարդականությունը դետուն հնազանդից այն օծության։ Սխալը շտկելն է ցկե Աստծո թող Աստված շտկե։ Մեզի համար իրական հնազանդինն է միան։ Ես այդ հայտնություն աս վերջերս ստացավ բաժնեկցիցա Օվի Սերջին հետ, որ երբ որ հեղին, երբ որ ինքը սխալի մեջ էր եւ իր զավակներն սխալի մեջ էին, իր գողքը գար Սամուելը։ Սամուելը երբեք չի կնած եւ չսավ հեղին, որ դու սխալ ես, սխալի մեջ ես եւ այլն չի կննատադեց, ոչ այլ սխալները շտկեց։ Ինքը մնաց հավատարիմ օրեն զարայեց հեղին եւ հեղին զավակներուն եւ դիրոջ դաջարը։ Հալելույա։ Ինքը չսավ որսուն սխալ գնես գոր եւ ոչ էլ ապստամբեցավ։ Բարձրապես ինքը երբ ըսավ Սամուելը երբ ըսավ շտգումներ ըրավ հեղին, երբ որ Աստված խոսեցավ Սամուելին հետ եւ հեղին կնաց ըսավ Սամուելին, որ դերը քո հետ խոսերը ինչ կուզես գոր, ըսե ինձի։ Այսինքն ոստեղը Սամուելը ինքը հնազանդ սրդով գապչունի որ ճիշտ գապչունի որ ինչ է սխալ է ճիշտ է վերջո պիտի գիտնանք որ ամեն մեկենից մարդ ենք սխալական ենք եւ այլն մեզի գինա որպես զարայող որպես օգնական խոսքս բոլոր օգնականներուն է որ հավատարիմ օրեն նվիրված օրեն հնազանդ օրեն չի հետաքրքրել ինչ է հնազանդությունը թիվ մեկ զենք է որ մենք կհաղթենք ամեն ինչի եւ ամեն ինչ արժեվ կդանենք ամեն եւ ես բադիվ ունիմ որ այսպեսի հովիվները օգնական եղերեմ մենք գալ ուրախ ենք բադիվ ունենք շատ ամեն Իսկ իմ անսելով քիչ մը ուրիշ նյութի եւ վերադառնալով հովիվ սևակ ետ ցեզի նաեւ ծեր լիպանանքալով եւ այդ նյութերով դուք եկաք լիպանան եւ քարոզեցիք մարդոց որ քաչալերեցիք նաեւ որ չեր տան ու մնան լիպանանի մեջ բայց հետո որոշ մարդիկ գսին ծեր խոսքերը մեզի գանկնեցուցին ու չի ցկեցին որ մենք երտանք ավելի աբահով երգիրներ եւ այլն ինչ է ծեր գարձիկը այս բոլոր սվազներուն նկատմամբ Շատ ասենք նուրբ հարց, բայց նաև գդրուկ սուր հարց միաժամանակ։ Դժվար է հովիվի համար ահավոր։ Երբ որ դու հովիվ ես, երբ որ դու ունիս տեսիլք, երբ որ Տերը խոսեր է բամը, որ դու պիտի ադիգա անես, ու դու գիտես որ մինակ չպիտի նես, այլ մարդոց հետ միասին պիտի նես։ Ինչ է ձեր գարձիկը, ես պիտի քաչալերեմ, ասեմ, ինձից ցկեցեք կացեք։ Ուր որ հաց հոնդեղը գաց, ես քաչալերը էսեի ժողովուրդ կացեք ֆիզիկական հացի յետևեն եւ ոչ թե հոգեվոր հացի յետևեն։ Եթե ետ տանք ժամանակը երթանք 12 թվական, չնայած 10-ն եմ հոս, 2010-ն եմ հոս, 2 տարի մենք ուսանող եղեր ենք, աստվածապանական սորվեր ենք ես եւ Դիգինես, ետ տանք նույնը գնեի։ Այսինքն, երբ որ Հիսուսը կնաց Պետրոսին ըսավ եկուր յետևես այսինքն Պետրոսը պիտի սեր օ Իսրայելի մեջ հիմա շատ վատ ժամանակներ են հռոմը գդիրե հռոմը գխեղտե հռոմը դուրք կավակե հռոմը գսպանե հռոմը գխաչե հռոմեական բադժացե վեր խաչը եկեք հիշենք այո եւ Պետրոսը սրդի մեջ որոշեր էր որ ցգնորս պիտի լա ոչ թե Իսրայելի մեջ այլ Կանադայի մեջ Հիսուսը պիտի սեր բայց եթե գուզես ուրիշ տեղ երթալ կնա, չէ, գնաց համարձակսավ եկուր յետևես։ Ես այդ նույն համարձակությամբ մարդոց գսեի, եթե դուք տեսիլքի մարդիկ եք եւ չէի բարդատրեր, ես կքաչալերեի ինչու, որովհետեւ Տերը տեսիլք տվեր է ինձի առաջնորդելու, որ ընենք այդ կատարենք այդ տիրոջ նվատակը, որ աս երկրի համար կա եւ մերձավոր արևելքի մեջ կա,
որ դեսեր ենք, որ Աստված է առաջնորդող, ինչպես ես զոհվեր եմ, եկեք միասին զոհվենք։ Փոխապերական իմաստով, այսինքն ապրենք ավելի դգար երկրի մեջ եւ կատարենք Տիրոջ կամքը։ Ոչ թե կիսատ ասանք ասեմ, հարուտ, եթե կգամենաս հետս եղի, եթե չէ, նա էր տունքի դես։ Համարցակ կսեմ, եթե ունիս տեսիլք, մնա հետս, մինչև վերջ քարոզերեմ եթեով, որ ժողովուրդ տեսիլքի տերեք, մնացեք Հիսուսը եթեով աչեսավ։ Այո։ Ամենակետ Աստված կխոսի, Շեշտեց։ ես մարդ եմ, Աստուծով առաջնորդող, բայց նաև բարձ պատճառներով նեղվեր են, որ երբ որ ես ուրիշներեն լսեր եմ, որ եկեղեցի անդամները ասանք նպատակ ունին, չեն եկած ինձ իսած։ Բարձ է, բայց ես հավատացել եմ, որ ես ընտանիքի մեջ եմ։ Երևակայ է քու ընտանիքիդ, քու զավակդ, քու քույրիկդ, քու ծնողդ, բամը որոշ է, բայց այդ որոշումը գիտնաս ուրիշները։ Ադի նեղացուցիչ է, ու երբ որ ասել եմ կնեղանան, որ ադանք կնեք դուք, ով որ որոշեր է երթալու, գեցեր ենք թաց աչքով, արցունքներով, բզդիկ գումարը օրհնելով, ոչ բոլորին գրնալալ, ովքեր որ կարիքավոր են, որ երբ որ դուք օթագայանի մեջ հաց ուտեք, ձեր ադի եկեղեցին իշեք ուրգե որ դուք ելերեք։ Օրհներենք, թաց աչքով ճանապարհերենք, ասերենք որ գապ կբահենք, որքանով հաջողած է, որքանով չէ, ադի ուրիշ հարցում է, բայց միշտ ասանք բարձրապես քաչալերեր ենք, ինչպես որ Հիսուսը քաչալերով մնացեք հետս, աղոտ գրեք իմ հետս, ծառայեցեք, գացեք ասինչ տեղերը ու հարգեր է։ Չես ասած մամատ համացայն է։ Ու ես գուզեմ եք բամալ ասեմ, Ստեփանոս երդասարդ Սուրբ Հոգիով լեցվեցավ, Սուրբ Հոգիով առաջնորդվեցավ, ելավ, քարոզեց Հիսուս եւ սպանվեցավ։ Մեկ հատ երևակայեցեք Ստեփանոսի մայրը, քույրը, եղբայրը, գողքի շրջանակը, այսինքն, քան ասեն Հիսուսը հանցավոր է, որով անանք օձեց Սուրբ Հոգիով, որ անանք քարոզեց, որ քարգոծեցին, սպանեցին։ Ժողովուրդ, սպանությունն ալ քրիստոնեության մեջ անբաժան մասնիկն է։ Սպանությունն ալ Քրիստոսի մեջ, քրիստոնեության մեջ անբաժան մասնիկ է։ Գատ բանը գրված է, ծնողքը թեմեն թե ոչ, ասանք կլա թե չէ, ես որ երեր եմ, եկեր եմ, ու շատ վտանգավոր տեղեր մտեր եմ, ինձ ծնող գիցեր են, ծնողներս գիցեր են, ոչ, բայց եթե դեպք մլար, ինչ պիտի լար, իրենք պիտի կարտային և մխիտարվեն Սուրբ Գիրքով, Սուրբ Հոգիով, որ իրենց դղային հետ ասանք բամը կատարվեցավ, որովհետև ինքը ուղարկված մեկն էր։ Այսինքն ես չեմ զղջար, որ այդպես եմ քարոզած, ընդհանրապես ես տեսել եմ Սուրբ Գիրքի մեջ այդ բանը եւ Սուրբ Գիրքով եմ քաչալերած եւ տեսել եմ, որ աբական Հիսուսի մեջ է եւ ոչ թե աբական օդար հզոր զարգացած աբահով երկրներու մեջ է։ Նույնիսկ քաչալերով, որ աբահովությունը ոչ թե ադանք երկրներու մեջ է, այլ աբահովությունը Տիրոջ ծածկոցի տակ մնալն է։ Այսինքն դու բարձրապես ավետարանը դվեր եք եւ իրենց ընդրության մեջ եք։ Եվ ոչ մի մանիպուլյացիա գսեն, այսինքն խորամանկություն չեմ դրսևորած, այլ խոսքն եմ հրճագած։ Երբ որ հավատացել եմ նույնիսկ որ Լիբանանի մեջ պիտի լավը լա, հավատացել եմ։ Եթե լավ չի եղած, չի նշանակեր, որ ես սխալ եմ հավատացած, որով հավատացողը միշտ պիտի լույսին հավատա եւ ոչ թե խավարին։ Երբ որ հրճակեր եմ, որ ամեն ինչ լավ պիտի լա եւ այլն, Չէ, հետաքրքիր է, որ մենք որպես հավատացյալ, եթե մենք չի հավատանք, ով պիտի հավատա։ Հա։ Այսինքն, եթե ես որպես Աստծո զավակ ունենալով ավետարանը իր ավետարանի խոսքերը, եթե ես չի հավատամ իմ բարի լուրին, եթե ես չի հավատամ, այսինքն ես ինչպես հավատացյալ եմ, այսինքն ես որպես Աստծո զավակ գանչվեր եմ հավատալու։ Ես հիմա որպես ալ հովիվ օրինակ կմտածեմ որ չէ, կմտածեմ հովիվի նսածները, որ ինչպես պիտի շարունակես ծառայել, եթե չի հավատաս, որ քու երկրիդ մեջ փոփոխություններ պիտի կա։ Այսինքն ավետարանին, Աստվածաշունչին հագարակ բան է ասի։ Լման հագասող բան է ասի։ Մենք կանչվել ենք հավատալու, մենք կանչվել ենք որբեսի հավատանք, որ փոփոխություններ կա։ Եթե ես որպես առաջնորդ չի հավատամ եւ հավատքի խոսք չի խոսիմ, ուրեմն կոչենք թուրերը երտանք ամենքս դուն ուզալիս ենք։ Ես կողյատի պես ամեն օր ես վատ պիտի լա, քեշ պիտի լա, հիմա պիտի լա ասի, երկաշարժ պիտի լա ասի։ Որտեւ հավատքին հագարակ ցայնը տշտամին քարոզն է։
որ որ չշտկվիր, վերջն է, ինչեւ հիմա Լիբանանի մեջ մենք այդ հետք ունենք, որ Ոչ թե հավատ կարոզես, այլ վախ։ հա, մարդիկ դպավորված են։ Ինչպես լավի դլա, երբ լավի դլա, ասի Լիբանանն է, հիմա ես որքան ասեմ, չէ Լիբանանը պիտի փոխվի։ Ես սխալ չեմ, որովհետեւ ես Դու գավադար հավատալու կողմն եմ, Աստված ինձ կսորվեցնի հավատալ եւ ես պիտի խոսիմ ադի, որ ոչ կփոխվի։ Եթե մենք կսենք, որ Աստված ամենակարող է, ուրեմն ես որպես Աստծո զավակ ամենակարող Աստծո համաձայն պիտի խոսիմ։ Կփոխվի։ Եվ ոս հետաքրքիր բան մը գա ասնույթի մեջ, որ այն ինչին, որ օրինակ Հովիվը քաչալերել է ժողովրդին եւ այսօր դարիներ վերջ, օրինակ եթե այդ փոփոխությունը չի գա, եկեք այսօր մասին է խոսենք, չէ՞, օրինակ Հովիվը դարիներ ասավ, աս երկիրը պիտի փոխվի ժողովուրդ։ Ուր է աս երկիրը փոխվեցավ կամ ոչ։ Հոս գրնան մարդիկ սկսի լսել, որ դեսար որ ինքը սուտ է, դեսար որ ինքը սուտ մարգարեություններ գնե, ուր է փաստը մեզի ցույց կտա եւ այլն, բայց ոս նորեն գուքան կա իրականության արժեվ, որ հավատքի խոսքը, հավատքի քարոզը ադե որ կփոխվի, եթե մինչեւ այսօր շատ հարցեր չի փոխված Լիբանանի մեջ, ես հիմա որպես նորեն Հովիվ Լիբանանի մեջ, ես նորեն պիտի քարոզեմ, որ պիտի փոխվի։ Հիմա եթե մեկ տարի վերջ չի փոխվի, ես էլ չէ սուտ մարգարե եմ, բայց իմ քարոզը հավատքի քարոզ է։ Շատ կսեի եկեղեցի անդամներուն ալ հերիք է անիծեք։ Դուք երևակայեք օրհնողը գա։ Քիչ է։ Մնացած բոլորը եկեղեցի մեջ բոլորը չէ, շատ մեծ մաս, ասի Լիբանան է։ Քարոզները ինչի համար են։ Որպեսզի կա մտքի փոփոխություն։ Աջ, հավատքի աջ, հավատքը լսել Աստծո խոսքին։ Քարոզեի, որ հավատային, որ գործեին, բայց եթե չեն գործեր, եթե չեն ալ հավատար, երկիրը ինչպես պիտի փոխվի, ադոր մասին ասել եմ։ Եվ ամենակարևորը, ամեն խոսքերը իմ ասած, բոլորը համացանցի մեջ կան։ Թող բռնեն, կքաչալերեմ, շատերուն։ Կրիտիկ հոգիով բռնված մարդոց, որ ճիշտ նպատակներով չեն դիտեր այդ քարոզները, բռնեցեք, սերդեցեք, աղվոր քարոզները մինչև վերջ լսեցեք, մոնտաժեք առանց խորամանկության եւ դրեք, որեմ ես սխալած, ասեք որ աստեղը սխալեր ես։ Մարդ եմ գրնալալ սխալեր եմ, բռնեմ, ընդունիմ, ասեմ, այո, աստեղը սխալեր եմ, ներողություն կխնդրեմ այս սխալի համար։ Թողն այդ բանը։ Թողն այդ բանը ես կընդունիմ։ Ես ոչ մի տեսահոլովակ վիդեո չեմ սրբած մեր YouTube-ի մեջ են, ամենը գա։ Մտեք, լսեցեք։ Օրհնվեք, այո։ Ամեն։ Մստա Աստծո խոսքը դի լսեք։ Ամեն։ Հովիվ Սևակ, լսեցինք, որ նաև այժմ նպատակ ունի անգամ եւս դեղափոխվելու Հայաստանեն։ Ինչու այսպիսի նման քայլ, եւ որովհետեւ վստահ եմ նաև Հայաստանի եկեղեցին մեջ անգամ այս հարցումի պատասխանը կսպասեն։ Հարցումի մեջ սխալ կար, որ նպատակ ունիք։ Նպատակ չունենք։ Մենք Հայաստանի մեջ գաբրենք նորեն գլուխ կախ, ինչպես Լիբանանի մեջ։ Ինչ է որ հագարակ մեր ցանկության նույնիսկ, որ մենք ցանկություն չունենք Հայաստանն ելնելու։ Ես ցեզի քիչ առաջ ասի, եթե ոչ ծառայության համար, ապա մենք դիաբրինք Հայաստանի մեջ։ Ու հանգարց նորեն նախ մեր հովիվի սրդի մեջ կփորփոքի այդ բանը, որ մենք պետք է Հայաստանին դուրս ելնենք հadouk արաբական երգիր երթալու համար ծառայելու։ Ու ես հիմա շատ հրաշալի կերպով կասկնամ, ինչու ես կացի Հայաստան, ինչու հուն ծառայեցի, որ ավելի զորանամ, ավելի բարձրանամ, ավելի իմ տեսիլքը մեծնա մեծ եկեղեցի մեջ, որ վաստեղ եկեղեցին չփախտատվիր Հայաստանի մեջ։ Այն պատասխանատվության մեծությունը, որ ես շալգեցի Հայաստանի մեջ ու մինչև հիմա դեռ աս հարցազրույցը որ գլա, ես դեռ Հայաստանի մեջ ծառայող եմ։ Դարբեր երկրներում մեջ, Ամերիկա, Եվրոպա, դարբեր երկրներում մեջ ծառայելով իմ տեսողությունը մեծավ, Աստված իմ տեսողությունը մեծուց, իմ փորձառությունը շատցուց եւ Աստված հիմա գղրգե նորեն ադանք տեղը հագարակ որ եթե իմ միտքին հարցնես, շունչին հարցնես, ես գուզեմ Հայաստան ապրել, որովհետեւ թե հոստեղ կալը ստրեսային լեցուն բաներ ունի մեջը եւ թե վերադառնալը առավել
որ գերտաս նման ուրիշ պատկեր դու երկար ժամանակ չես ապրած, մարդիկ շիներ են, արարեր են, դուն ունին, դեղ ունին, բիզնես ունին, ես կացեմ ոչ մի բան չունիմ։ Ոչ մի բան։ Մինչև որ ուզես արարես, ինչ որ կոնե տումը, կացարամը, դանիքը ունենաս, որ մտնես մեջը ապրիս, գուզես որ արդեն հանդանք բան մնես, Աստված նորեն գսե կնա։ Երազներով, տեսիլքներով ալ հաստատելով։ Հստակ պատճառներն ալ ասելով։ Ու թեր ես մանուկ ժամանակ երբ որ ինձ գարստեն գսեն, ինչ պիտի դառնաս, գսեի տեսփան։ Ու երկրին անունն ալ գշեշտեի, ուր որ հիմա պիտի երթամ։ Երկրին անունը գսեի նույնիսկ։ Ու գիտեի քաղաքական տեսփան պիտի դառնամ։ Բայց հետո որ Աստված ատ անունով երկիրը չուղարկեց, այլ ուղարկեց Սուրիա եւ ուղարկեց Լիբանանը, սի վնաս չունի, նորեն արաբական երկիրը գրնալալ ես ժամանակին սխալեր են, որ ասերեմ ես պիտի դառնամ Միացյալ Արաբական Էմիրություններու մեջ Հայաստանի տեսփան, սի գրնալը սխալեր եմ։ Բայց ինչ պիտի գիտնայի, որ սկիզբը Սուրիա, հետո Լիբանան, հետո Հայաստան, հետո ալ Միացյալ Էմիրություններ։ Ես պատրաստ եմ։ Նույնիսկ կատակով կսեմ տեր ուրիշ հերոսը չի գաղրգես հոնդեղը հիմա նորեն ինձի տեսար եւ ընտանիքս ալ պատրաստ է եւ մենք գիտենք դժվարություններն ալ եւ մենք այդ ամեն մարդահրավերները շատ լավ գիտենք, որովհետեւ անձեր ենք անշուշտ կաղոթենք, որ փորձությունները քիչ լան չենք գիտեր ինչ կսպասվի, այնքան անորոշություն կա, չեք երևակայել, այնքան հարցումներ ես ինքս ունեմ ինչպես որ Լիբանան գալեն առաջ։ Ով դեսեր է, ով լսեր է իմ լալը, արցունքները թափելը մինակ երբ որ ես Լիբանանի մեջ եմ եղած։ Ով տեսեր է իմ հիասթափությունները, ցավերը, վիրավորանքները, արհամարանքները, երբ որ ես քաշեր եմ ուզ։ Եվ գիտեմ որ հոնա պիտի լանանք բաներ։ Անանք չէ որ թյուրինս, էզասա պիտի ընթանան այդ օրերը, բայց գիտենք որ ինչ որ գնենք Հիսուսի համար։ Ամեն։ Ես չեմ ուզեր որ մահ չսեմ, բայց վեր չսեմ երկրակունտի վրա, այդ ադեն զղջամ սեմ ինչու տիրոջ ասազներ ես չրի։ Ես քարոզմը ունիմ, իմ սրտի քարոզն է, իմ կյանքի քարոզն է, որ ամենակարևոր պահը քո կյանքիդ վերջն է։ Ոչ թե սկիզբը։ Վերջավորության զղջում չլա մեջդ։ Աչքերդ կոծես, երբ որ աչքերդ կոծես աս երկրի վրա։ Բանասն է, եթե բանաս Հիսուսի դխուր երեսը տեսնես, որ ախ ինչ էր իր ինչպես ապրեցար, թե ուրախ երեսը որ դրիր, կատարվեցավ ինչպես որ ինքսավ։ Մերն էլ ուտադեն, ասես կատարվեցավ։ Ու Հիսուսի ուրախ ժպիտը տեսնես, որ գսե Եգուր հավատարիմ տեսփան։ Ես գուզեմ լամ հավատարիմ տեսփան։ Ուր որ ուղարկե ինչպես որ Եսայան Հիսուսի համար ասավ ու իրեն համար լսավ, ահա ես ինձ ուղարկե։ Պատրաստ ենք։ Ոսալատ մարդիկ որ բարաբի չեն հավաքված ոս։ Այն մարդիկն ովքեր կսեն, ահա ես։ Ամեն։ Մերսի շատ Հովի ջան։ Հիմա անցնելով քիչ մ ուրիշ թեմայի մա, մտնենք քիչ մ ֆինանսական թեմաներու։ Հո։ Հասանք հոն։ Ուրեմն ելալով բոլորդ դիրոջ դան մեծ զարայողներ։ Ձեր աշխատավարձքը ինչ աղբյուրներով գծեվավորվի։ Ուրիշ բարերով ձեր աշխատավարձքը ուր գուկա։ Ես սկսեմ։ Սկսեցեք։ Երբ որ եկա հոս իմ համեստ աշխատավարձով որ Հայաստանն էր, մարդիկ կային Բուրջ Համուդյան ակցենտով գարցնեն, ինչ կաշխատես։ Ես ասեի, ես չեմ աշխատիր, ես գծարայեմ։ Ինչ գծարայես։ Ես ասեմ, բադվելի եմ եկեղեցի մեջ։ Աբաշխարազներեն ես։ Ես ասեի, ինչու չաբաշխարած բադվելի ալ գա։ Հետո կյանքը ցցուց որ գա։ Որ գործ է իրենց համար։ Բայց ինձ համար էսի սկիզբի չեմ աշխատիր, գծարայեմ։ Համեստ աշխատավարձով եւ գուզեմ ասեմ որ իրավունք ունիմ ապրելու, չէ։ Ոստա։
քանի որ իրավունք ունիմ ապրելու, ապրելը դրամ կբանջի եւ որը պետք է տաս հաց կնես, որ պիտի ունենաս աշխատավարձ։ Հովիվն է մարդ է, կուզեմ տեղյակ պահել։ Հովիվ մարդ է։ Հրեշտակ չէ, հաց կուտե։ Չուրալ գխում։ Ուրն պիտի ստանա աշխատավարձ։ Այ որ չստանա, պիտի սեն կողծավ։ Պիտի ստանա սահմանված բաժինը, որովհետև եկեղեցին ունի քանցանակ բյուջետ, այդ բյուջետը միայն աղքատներուն չի դրվիր, միայն ծառայություններու համար չէ, նաև մեծ ծառայության մնալ համար է, որը կոչվի հովիվ, որ այդ հովիվը չլան է, այդ ծառայությունը չլար։ Սահմանված, ոչ թե գերտամ գվերցնեմ ասանք անանք, այլ սահմանված բաժինը համեստ խելոք, որը ոչ մի հովիվ կապ չունի ֆինանսներուն հետ, իրեն կհատկացնեն, ինքը կստանա համեստ իր կյանքով գաբրի։ Անշուշտ, եթե աշխատավարձի հույսին մնա, լավ չէ, ցանկացած մարդ։ Աստված մեծ է եւ կորթն է տարբեր ճանապարհներով։ Բարձավես մարդիկ են չար կամ չարամիդ, որ աս հարցումը իրենց մեջ գարաչանա, ինչպես որ Հիսուսի ադենալ դրամասերներու մեջ է որ այդ հարցը գարաչանա։ Ինչ կաշխատես, որ կսկսեն ուրիշի դրամաբանակի մեջի դրամները հաշվել։ Հետաքրքրվի։ Ես եկեղեցի են առաջ հովություն են առաջ հնարավորություն եմ ունեցած ալ ավելի մեծ չափազանց անգամ ավելի մեծ դրամ աշխատելու իմ դաղանտներով։ Բայց արհամարեր եմ ադի զողողություն է ասի, որ ասերեմ Տեր աս տաղանտով չեմ երկեր աշխարհի համար, երկեմ քեզի համար։ Որ աշխարհի երկիչները գերտան մեկ երկին համար ասքան դրամ գուզեն։ Հարսանիքին ասքան աս մեկ երկի երկեմն է, ասքան պիտի դաս։ Ես կրծեր եմ շատ երկիչներու ցայներով երկել նույնիսկ, որպես նմանագում։ Պարոդի։ Այո։ Բայց չեմ հրաձադի։ Եկերեմ ասոր աս բնակավարի մեջ։ Իսկ 50 զոհեր եմ իմ տաղանտները, որ միայն համեստ աշխատավարձով ապրիմ, մնացածն ցկեմ Աստծո վրա ինչ կորտնե։ Ասե իմ աշխատավարձից աղբյուրը։ Իմ բարակայից ալ գրնամ ասել հարցումին համար, գրնամ նաև ասել իմ եւ Թամարին բարակային նույնն է, որ ինչպես Հովսեվագը հստակ պատասխանեց, որ Աստծո դունեն է մեր աշխատավարձերը եւ գուզեմ շեշտել, որ Աստվածաշունչը գսե բոլոր անոնք, որ գարանցնացվին ծառայության Աստծո դունի մեջ, իրենք իրավունք ունին բաժին ունենալ ֆինանսավես, որովհետեւ ծառայենք, վերջարժան հովիվին ասածին մեզ մարդ ենք դիդաբրինք, այո անշուշտ Աստված ամենակարող է եւ այդ աշխատավարձքի վրա չէ մեր ամբողջ հույսը, որովհետև վերջարության Աստված է օրտնողը մարդուն իր զավակներուն, բայց հստակ աշխատավարձքերը մեր ուդեն ուքան Աստծո դունեն, որովհետեւ առանցնանանք ծառայության համար, ասի շատ կարևոր է սիրելիներ, խոսինք այսօր մասին եւ Սուրբ Գրային, որ այսօր Աստված գարանցնացնե մարդոց իր ծառայության համար, որովհետեւ մարդիկ իրենց կյանքը տնեն, ժամանակը տնեն, ասել չէ իրենք ավելի են ադոնցմե, որ իրենք չեն առանցնացած, ոս բախտadություն չի գա։ Բարձավես, բարձ հստակ բան մնե, որ եթե առանցնացած է ծառայելու Աստծո դունեն թող վարձատրվի, որովհետեւ օրտնված է ինքը հովիվին ասածին մեզ ինչ որ չափ ֆինանսներով, որ բարձավես ապրի։ Բայց ամեն բարակային մենք կհավատանք, որ մեր քերբնական հոգադարությունը մեր Աստուծմե է եւ կհավատանք, որ մենք օրտնված ենք ֆինանսներով եւ չենք բախտարասիելու, որովհետեւ Աստված է մեր հայրը։ Հալելույա։ Ամեն։ Եվ ասենք ուզեմ ավելցնել, որ առանցնանալը, որ հովիվը էսավ, ադի ունի նաև իր քինը։ Այսինքն մարդիկ գսեն դուք եկեղեցի են գարնեկոր եւ այլն, ասիգա արդեն ինքը իր քինը ունի, բայց եկերենք դիրոջ դան մեջ շնչին համեստ կոմաներով դիրոջ կծարային, ասի ունի իր քինը, այսինքն խոսիլը շատ ավելի տյուրին է, քան թե այդ քին վճարելը։ Ես նույնպես իրապես Հովսեվագին օրինակով գրնամ ես ալ դալ, որ նախքան հովիվը լամ ես արեստի մեջ էի, որ շատ կզարկանայի ադոր մեջ եւ ես կրնայի բավական դեղեր հասնել, ինքը շատ ասանք լուրջ արհեստ է, որ ինքը գրնա բավական գումարով ապահովել քեզի իմ բարակայիս ալ այսինքն խոնարհապար գարդայդեմ, որ իմ բարակայիս ալ անանգեր, որ ես շատ բարձր աշխատավարձ կառնեի եւ գիտեի որ պիտի շատնար, բայց ես եւ որ
առանձնացած ծառայության համար իմ աշխատավարձը շատ ավելի քիչ եղավ, բայց նորեն գսեմ մարդու արժեքներն է այստեղ, որ գփոխվի, այսքան բարձ է այսինքն։ Ես հիշեցի, որ նոր Լիբանան եկա, ես ունեի կորձ, որ աշխատեի եւ երբ որ Լիբանան եկա իմ աղոթքս էր որ դեր ինձ այնպեսի կորձ մը դուր, որ արգելք չլա ոչ իմ աղոթքի կյանքից, ոչ իմ ծառայություններուս, ես քեզի ծառայած մնամ, նվիրված մնամ եւ կորձ ինձ արգելք չլա։ Գար ժամանակվա կորձ եւ շատ աշխատավարձ։ Իմ աղոթքս ադեր, իմ հավատքս ադեր եւ իրականալ Աստված ինձ ադի դվա մոտավոր ժամը 10-ին մինչև ժամը 3, այդպես էր կորձի ժամը եւ աշխատավարձը շատ բարձր այդ ժամին նկատմամբ եւ յետքը երբ որ Աստված ինձ գանչեց, որ ես պիտի առանձնանամ եւ ես պիտի ցկեմ կորձը եւ ես Երդունի մեջ ծառայող պիտի դառնամ Ժամերը շատ ժամերը հանդիգա ինձ համար լուրջ challenge էր եւ լուրջ մտքեր շատ կուքային, բայց գիտեի որ Աստծոյի դևենի երթալը, Աստծո նվիրվելը, ադիգա ամենամեծ օրհնությունն է, որ ոչ մեկ հարստության մեկը չի գնալ ադիգա փոխել եւ իրավեսալ եղավ կորձս, այսինքն աշխատանքի ժամը շատ ավելի եւ աշխատավարձը շատ դար նույնը, բայց այսինքն ժամանակը ավելցավ, աշխատավարձը նույնը մնաց, բայց հոնդերը հոգի մեջ գիտեի որ Աստծո նվիրվելն է, Աստծոյի դևենի երթալն է եւ ամեն ինչ դրամ չէ, ամեն ինչ ֆինանսը չէ, այլ հավիտենությունն է, որովհետեւ ամեն ինչ գանցնի, բայց Աստծո խոսքը կմնա, եւ որ Աստծո խոսքին դևեն երթաս, տնար կմնաս։ Գուզեմ լրացնել ասածդ որ հանգարց սխալ հասկացողություն չելա, ինչուսի անverջ ես ասանք միջամտելով, որովհետեւ բամը գնես որ հավիտենական արժեք կներկայացնելու է, այսինքն Աստծո կորձ երբեք չի վերջանար։ Գիշերն արդենաս 3-ին կորձ կա։ Մեգում գրնաս քաչալերել, մեգում համար գրնաս բարեխոսել, աղոթել, զանգել, հարցնել, երկ գրել, անթիվ բաներ գրնաս անել, բայց ուզեմ նաև լրացնել անոր համար, որ Աստված մարդկի տակ չի մնա։ Հալելույա։ Այո, ամեն։ Մենք դրամի համար չենք գներ, որը սպասում ունենանք, որ դրամ ես կնեմ Աստծո համար, ուրեմն Աստված ինձի ասանք պիտի դրամորն է։ Գսեմ քուրատ կցկեմ դեր։ Ինչ չափ կամենաս այդպես էր։ Գնալալ Աստված ադեմը փորձե քիչի մեջ, հետո մեգեն օրհն է։ Ամեն։ Այն խոստում է համաձայն որ տեղ չլա այնքան օրհն քեզի։ Ադեններ գրնաս փորձվի շատ չնչինի մեջ, ինչպես որ ես առաջվա իմ աշխատավարձները որ գնա խնդալիք էր, մեկ օրվա ապրելու դրամ, մեկ օրվա։ Բայց ես հավատարի մնացեցի Տեր, եթե դու այսպես կկամենաս, այսպես կնեմ։ Ու Տերը սկսավ բանալ, դուրեր բանալ, միջոցներ բանալ, դաղանտները կործածել, ադիտեր երբ որ Հայաստանի, սկսավ շատնալ, սկսա ուսուցիչ դառնալ, նույնիսկ արաբերեն գսորվեցնեի մարդոց, դարբեր բաներ գնեի եւ բարձրացավ այնքան, հետո երբ որ եկա հոստեղը Լիբանանը շատ ծախս բահանջող երկիր էր եւ շատ սուղ, շատ թանկ, ամեն ինչ շատ թանկ էր, ադոր համար չէր փավեր ամեն ինչ, բայց կամած Աստված սկսավ օրհնելու դարբեր իմաստություն տվավ ինչպես անեմ, որ գարենամ ավելի օրհնված լինալ եւ եթե մենք մեր հոգեվոր ականջները լարածելանք եւ Աստծո ցայնը լսել կիցածելանք, երբեք մենք աղքատ չենք գլար։ Ամեն։ Եվ ադի նորմալ է որ դու անցնես փորձություններով եւ նեղության միջով ու հետո Աստված օրհնե քեզի։ Եվ նորմալ չէ որ դու միշտ նեղության մեջ մնաս։ Ադի նորմալ չէ։ Այո։ Եվ մարդոց հաջելի է լալու համար չէ որ գիտես ես միշտ նեղության մեջ եմ աղքատ եմ, տեսեք ինչ արդար եմ։ Արդարություն ու նեղություն իրար հետ քալող բան չէ։ Աստված ինձ կփորձի որ որովհետեւ Հա, Աստված ինձ կփորձի որ եւ ես պետք է հավատարիմ լավ պետք է կոհանամ։ Բայց իրականության մեջ ադիգա Աստծո կամքը չէ։ ամեն։ Հետաքրքիր է հարցը նաև հնչեցնելոս, որ ինչու շատ մարդիկ դպավորված են կամ քեշ բաներ կմտածեն, սխալ բաներ կմտածեն։ Սանք եթե բալանսի գուզենք բերել, չէ, հարց է ասի եւ եկեք մեկ հատ փորձենք հասկանալ մարդոց, որ իրականություն կա, որ այսօր մարդիկ վատ փորձառություններ ունեցած գլան, բաներ դեսած գլան, ճշմարիտ բաներ, անցյալեն բաներ։ Եվ դպավորված գլան, թե քողություն կա Աստծո դան մեջ եւ այլն, ասենք հարցեր այսինքն։ Որը հետ չեմ մորնար, անգերց խոսակցություն մգար դուղում հետ, որ ինքը Աստծո չի հավատար, ինձ աչքերուս նայելով ասավ դուք մարդոց գլուխները գլվակ եւ տրամները կկողնակ։ Ինձ գսեգոր որ տրամները կկողնակ։ Ես էլ
շատ անգերց իրենք ասի որ ոչ մենք դրամ չենք կողնար եւ ես գիտեմ չէ որ իրավ ես չեմ կողնար դրամ եւ այն եկեղեցին որուն ես կզարայեմ եւ որուն կպատկանեմ մենք կող չենք կողնար եւ ինչպես ինքը անգերց էր ես ալ անգերց եմ այսինքն գա բաժինը որ գրնալալ մարտիկ դվատ փորձառություններ ունենան բաներ տեսնեն բաներ լսեն բայց ասել չէ եթե մարտիկ սխալեր են ամեն մարդ սխալ է ասիալ կարևոր է Այո Ված փորձառություններ ասել չէ եթե աստծոզարաները սխալած են ուրեմն ամեն աստծոզարաները սխալ են Այո Ադորամար ասի շատ կարևոր է որ մարդիկ գիտնան Շարունակելով ֆինանսի նյութին, ինքնաշարժները կամ ավտոմեքենաները, որ գկշեք, ուրգե են, կամ ով արեր է անում, արդյոք անձնական են թե ծառայողական։ Ավոր հարցեր են Մանավանդ որ քիչ առաջ ասենք համեստ մեր աշխատավարձները, ու հետո ինքնաշարժերը չէ։ Ես գտնամ նախ պատասխանել։ Ես օտո չունիմ։ Ինքնաշարժ չունիմ ես եւ կսպասեմ որ Այսինքն աղոտքի մեջ ես ոդում աղոտքի մեջ եմ։ Ասարցում ինձ չի ուղղված հրամեց։ Ես իմ բարակայից անձնական ինքնաշարժ չունիմ, այսինքն եկեղեցին ինքնաշարժ ունի, որ դրամատրված է հովիվին։ Ես եւ որ հովիվ եղա, այդ ինքնաշարժը ինձ դրամատրվեցավ, այսինքն ես ինքնաշարժ չունիմ անձնական, անշուշտ կփապակիմ գուզեմ ունենալ եւ գաղութեմ ադորամար, բայց հիմա ներկա եկեղեցի դրամատրված ինքնաշարժն է։ Եվ դրամապանական շարունակությունը պիտի ասեմ, երբ որ ես արդեն դիպանանեմ պիտի երթայի, նախ ասեմ որ այդ ինքնաշարժը երբ որ հյուրերը պիտի շատ կային հոս, պետք է վարձվեր։ Եվ երբ որ հաշվարկեցինք, տեսանք որ եթե վարձվի, ինքնաշարժի դրամեն պիտի անցնի։ Ինչու տալ վարձով եւ չունենալ։ Վարձ միշտ տալ եւ չունենալ։ Եվ եղան որ դուրս են մեր եղբայրներ իրար հետ միապանվեցան եւ ասին որ Լիբանանի եկեղեցի հովիվի համար ինքնաշարժ պետք է, մեքենա պետք է։ Եվ ուղարկեցին դրամը, նորեն համեստ մեքենայի մասին է խոսքը, ինչ որ գխոսենք չենք խոսիր շատ թանկ մեքենայի մասին, ընդհանրապես շատ համեստ, հեծանիվի նման, հեծիգի նման ինքնաշարժի մասին է խոսքը, որը շատ այնքան համեստ է, որ մի քիչ մնա վտանգավոր է։ Ինչու գսեմ հետո որովհետև պատմություն կա։ Այդ ինքնաշարժը օրնվեցա քննեցինք մենք հոստեղը որպես հովիվ ոչ անձնական որպեսզի ես հյուրերուն տանիմ ծառայի աբրանքներ հոստեղեն ով չէ քշած ով չէ վարած այդ մեքենան ավելի թյուրին էսել քան թե ով է վարած այդ մեքենան եւ քանի անգամ է զառնված եւ second hand գործածված մեքենայի մասին է խոսքը երբ որ ես արդեն պիտի երթամ հայրս ինձի հարցուց ասավ ինքնաշարժը կծախես հոս կառնես, չէ՞, ասես ինքնաշարժ չունիմ։ Բաբաս գիտե որ ես կքշեմ նույնիսկ հարցուցերը ինչ է, ինչ չէ։ Ասավ, ինչպես չունիս, ասավ, ինչ կքշես Լիբանանի մեջ, ասի, ադի իմը չէ։ Սա որու է։ Ում կպատկանի, որը կպատկանի, ասի հովիվին։ Ասավ, հովիվը դու ինչ ես, ասի, այո, հիմա ես եմ, բայց երբ որ ես այլևս չեմ, կպատկանի հաջորդ հովին, որ Սերժին է, որ Սերժին ալ չէ, եթե Սերժը Աստված չնի, որ դու սկես Աստված գիտե, եթե դու նա նույնիսկ վաղը չլաս, ասի եկեղեցի հովիվին, կլա ադմյուս հովիվին, այսինքն հասկանալի է ինչի մասին է խոսքը։ Եվ ես նույնպես գրնամատ հարցումին պատասխանել, որ իմ հետ սա հրաշք եղավ իրական, զանգեց մեկը հարության տոնին, հարութներու նվիրված տոն էր, որ ամեն հարութներ ավարտվեր են ինձյալ կանչեր են եւ գսե այդ անձնավորությունը հրաշալի անձնավորություն գսե ինձի Սուրբ Հոգին հստակ ցույց տվեր է որ դու լավ ինքնաշարժ չունիս եւ իրավալ որ լավ չէ քիչ առաջ ասի ասա որ պետք է քեզի օրհնեմ մեծ Կումարի օտոյի մասին էր խոսքը, ինքնաշարժի մասին էր խոսքը, որ պիտի երթայի դեսնեի ինչ արժե եւ ես եկա հրաժարվեցա։ Ասի ես այդ ինքնաշարժը չեմ ուզեր։ Ամեն մարդ կկրնալալ վարե ադանք ինքնաշարժ եւ հբարդլա, բայց եսի ամենուն աչք կձագե այդ ինքնաշարժը անանք ինքնաշարժի անումը տվեր է որ ասես չեմ ուզեր ադի։ Համեստ ինչ որ բամը, բայց պիտի աղոթեմ այո ասեմ քեզի թե ոչ ինքը բիզնեսմենը լալով շվարեցավ կմկմալու սկսավ ինչ են ես աղոթես դու չես աղոթած որ ինքնաշարժ ունենաս գսեմ հա
Ես պատասխանեմ, ասեմ, ես չեմ գիտեր ճիշտը քու կողմեդ է թե չէ, ես պիտի Աստծուց մեկ իտնամ, դու ես այդ պատասխանը թե ոչ։ Նախ աղոթեցի, հովիվից զանգեցի, իրեն է դա խոսեցա սիասանք մարդ մգա, գուզե ինձի օրհնել, վերցնեմ թե չէ։ Արդեն աղոթեր էի եւ հովիվից միջոցով ալ հաստատվեցա ինքնասավ, ես վստահ եմ, որ Աստծուց մե, որովհետեւ ադի իրեն համար օրհնություն պիտի լա։ Աղոթեցի, Աստված ալ հաստատեց, նույնիսկ իր առաջարկածի գեսեն ավելի քիչ գումար ասի որ պետք չունենք մենք ադան ինքնաշարժի ու արդեն ժամանակը արդեն քրեթե ընթացքին էր որ Աստված խոսեցավ որ Հայաստան պիտի երթանք ես ադոր համար Հայաստան քննեցի այսինքն այդ գումարը որ ինքը օրհնեց ես Հայաստանի մեջ արդեն քննեցի եւ փառք Աստծո այդ ինքնաշարժի համար որի վրա անձնական մեկ դրամ չեմ վճարած այսինքն լման օրհնվերեմ այդ մարդու կողմեն եւ Տերը թող օրհնի այդ մարդու ամեն սերունդները եւ ընտանիքը Հիսուսի անունով։ Ամեն, ամեն։ Հաջորդ հարցումը կոմենտն է, այսինքն մեկնաբանությունն է։ Ամեն մեկ կարոզի համար Վտանգավոր են մեկնաբանությունները։ Օ։ Ամեն մեկ կարոզի համար որքան կվարձատրվիկ։ Ասացումը ճուրը գողոր ասի որու վիդեոյի տակ եղերեք։ Իմ վիդեոին դա Իմ եւ իմ կրողա, վիդեոյից։ իմ վիդեոներու դա կրողա, որ ամեն մեկ կարոզին քանի գարնես։ Ես կավադամ քիչ առաջվա հարցումին պատասխանեն, այսինքն արդեն պատասխան է, հստակ է։ Ասե որքան որ դաս։ Որքան որ տուն դաս։ Օրհնվերես, ինչքան որ օրհնվերես ատկան։ Ժողովուրդ այնպեսի բան չի գա եւ չի կարելի լա, ասի Աստծոդունն է, մենք ծառայության մեջ ենք եւ գործի մեջ ենք եւ դժբախտաբար քիչ առաջ ինչպես որ ասի մարդիկ չեմ գիտեր իրենց դեսազներով, լսազներով, վատ փորձառություններով շատ անգամ անշուշտ սադանայի պսպսուկներով գրնան անանք բաներ արդահայտել, բայց ասիգա բոլորիս համար ասեմ վախնալիք հարցում է, ինչ ասել է ամեն մեկ կարոզին քանի գվարսադրվինք, ադոր համար այսօր պատասխանը շատ բարձ գուզեմ դալ, մենք կարոզին Trump չեն գարներ, կարոզներու Trump չեն գարներ, մենք գծարենք ասոդան մեջ։ Քարոզված մարդու համար ադանք պամպասանք ալ գարգեսեր, քանի մարդու որ քարոզը ադանք Trump։ Այո, ամոթ է։ Ես Աժան ամոթ։ Ես նույնիսկ հովիվից երեսածով բան հիշեցի, ասի լիպանան, այսինքն եղավ նույնիսկ ամիսներ առաջ լսեցի, որ մարդիկ ասանք արդահայտված են մեր եկեղեցի լուրջ ծառայողներով, որ ամեն մեկ մարդու քարոզելով քանի գարնեք, ասանք լուրջ հարց տվող եղած է, որ այսօր մարդիկ ասանք աղանդներ, որ գրնալալ բաները հնարավոր է, որ գա այսպիսի բաներ, բայց այսօրվա աս քաղցր եւ անգեղծ խոսակցության մեջ թող մարդիկ գիտնան եւ ասի մեր համարձակությունն է, որ նայելով մարդուց աչքերուն, որ մենք չունենք այնպիսի բաներ եւ մենք ծառայության մեջ ենք դիրոջ, չունենք հովանավոր ալ։ Այո, մենք մեր ցերքի դված Աստծո օրտնած ֆինանսներով գծարայենք դիրոջը եւ գերտանք արչեւ։ Եվ ասեն, ադոնք դուրս են գարնեն, դուրս են, դիսնիսա դուրս ուր է, դուրսին դեղը մեկ հատ կսեք, երթանք կիտնանք ատ դուրսը ուր է։ Շատ լավ, եկեք անցնենք քիչ մը ծառայողական տաշնի նկատմամբ հարցերու։ Տամար, գա այսպիսի խոսք, որ շատ մարդոց մեջ իրար գսեն, երբ տեսնեն գինը գկարոզե, որ թող գինը լուր մնա։ Ինչ է ծեր գարձիկ այս խոսքի շուրջ։ Կամ ինչ կպատասխանեք այսպես ասող մարդոց, այսպես համոզված մարդոց։ Անգեղծ ասած, ինձ համար շատ դժվար էր սկիզբը, երբ որ ես նոր սկսա կարոզելու, քաչալերված Սուրբ Հոգու գրագով կխոսիմ, գավեդարանեմ եւ հանգարց կոմենտներ եւ հանգարց հայոյանքներ գկրվի եւ գսվի դու ինչ գործ ունիս on կնա լրե եւ այլն ես Սուրբ Հոգու գրագով վարված ինձ համար շատ ասի challenge էր, ասի մարդահրավեր էր, որովհետև գրնալալ ես եթե այդ մտքերով դարվեի, ես գրնալա չի մնայի իմ գոչմանս մեջ, ես ետ դառնայի երկչոդության մեջ մնայի եւ Աստծո չի հնազանդեի, բայց ես մնացի Տիրոջ կամքի մեջ եւ ավելի խորընկացա եւ սերդեցի, որ ես գարենամ իրական, որովհետև աս հարցում եմ ինչ պիտի արծվի ինձի։ Ես մինչեւ կյանքիս վերջը պիտի կարոզեմ երբեք մի չթատրիմ եւ այդպես արած հարցումը միշտ ինձ պիտի ուղղվի։ Անորոշ ես խնդրեցի Աստուծո մե
անգեղս սերով օրմը իրական գասկած եկամ մեջ ես դեր ես իրական աս մարտիկ արդյոք քեզ մեին գամ ես պետք է գնամ որ մեկն է ճիշտը տուն ինձի խոսի տուն ինձի հայտնե եւ իրական ասված հստակ բացատրեց այսինքն Հիսուս Քրիստոսին ավետարանը առաջին դարածողը բարիլուրը դարածողը եղավ գինը Հիսուսը երբ որ հարություն արավ Մարիամը քնած եւ բարիլուրը դարածեց Եվ երբ որ նայենք մենք ավետարանին կտեսնենք Հիսուս Քրիստոսը ինչպես գին արարածին արժեք տվավ։ Որովհետև Աստված երբ որ ստեղծեց ատամին, ետքը Եվային ստեղծեց։ Եվ երբ որ Եվային ստեղծեց, ադի իսեր չէ թե որ Եվան ավելի ցած արժեք ուներ ատամեն։ Ընդհանրակը Աստված դեսավ որ ատամը գարիք ունի օկնագանի, անոր համար օկնագան մղրգեց իրեն։ Եվ երբ որ այսօր գինը գկարոզե, ադի իսել չէ թե որ գինը ինքը ղեկավար է, ինքն է եւ վերջ, ոչ, գլուխն է, ադի չէ։ Գամ գուզեգոր իրոզածը իր խոսքը քալեցնել։ Ճիշտ, գամ ադի չէ որ գինը ելեր է եւ դղակը նստեր են եւ ես ելեր եմ որպես աղջիկ, ես ելեր եմ գկարոզեմ եւ դղակը նստեր եմ, ոչ, ես բարձավես դիրոջ գամքի մեջն եմ եւ Աստված Երևակայեցեք ես ասիկա մի անգամ ասել եմ իմ կարոզներուս մեջ, որ Աստված այնչափ սահմանափակ Աստված է, ինքը արույալ ստեղծեց, եկալ ստեղծեց, միան բիցե որ նայեցեք, միան դղան գրնա իմ ավետարանս կարոզել, իսկ աղջիկ տուն բամբիչին ես։ Եկեք ասոր լոջիկով նայենք։ Լոջիկն ասի դրամպանությունով ասիկա չի կալեր։ Նույնիսկ դրամապանության համապատասխան։ Համապատասխան չէ, որովհետև Աստված երբ որ ստեղծել է աղջիկին եւ դուղուն, ամեն մեկուն դվեր է իր գոչումը, իր բարգևը իր դաղանտը անորոմար երբ որ այդ համարը մարդ գսե եւ գուզեմ այդպիսի մարդոց ուղեմ խոսքս ասեմ որ ավելի սերդեցեք ավելի գարտացեք ուսումնասիրեցեք որովհետեւ գրնալա լինենք ուրիշները լսերեն եւ մի անգքրեն գրնալա լինենք չեն սերդած ասվաշունի չեն գարտացած բարձամես լսերեն աղջիկը պետք է լուրջ մնա աղջիկը պետք է լուրջ մնա խորհուրդս անը որ իրական եկեք խոնարհվենք Եվ ասո հարցնենք, հարցուսեք, որ դեր, ասի ինչ է, ինձի աս համարը ինձի մեկ հատ պացադրե, որ ես կիպնամ, պողանակ տադողությամբ նստինք, տադելով նստինք, ես չեմ երևագայր, որ ասո խոսքը չեմ կարոզեր, ես չեմ երևագայր, որ ես մարդուն երտարով չսեմ, որ նայիր, Հիսուս կա, բրգություն կա, և ես իր անոնը չի դարազեմ, չեմ երևագայր։ Աստված ինձի արկել էր իր մասը խոսիլ։ Ճիշտ այդպես, անորոմար Աս հարցումին որպես պատասխան գուդամ որ ավելի թող ուսումնասիրեն այո քրված է ադիգա Բողոս Արաքյալ ասեր է որ գիները լուր թող մնան ես ազոր հագարակ չեմ ոչ ագսեմ որ Բողոս Արաքյալին ասած սխալ է ոչ Բողոս Արաքյալը ասեր է բայց ադիգա հadouk նպատակ ուներ այդ եկեղեցի գիներուն որոնք իրենք գխանկարեին աստծո խոսքը որոնք իրենք գխանկարեին նույնիսկ առաջնորդությունը Ես սերեմ ասն օրեն գսեմ, եթե ես դիրոջս խոսքը բիտ խանկարեմ, դիրոջս կորձը բիտ խանկարեմ, իրական թող ասված ինձ գեցն է։ Բայց ես գահավադամ, որ դիրոջս կորձը չեմ խանկարել, այլ դիրոջս կորձը արջև գդանիմ եւ ամեն աղջիկներուն ուղերձ գուդամ, որ եղեք խիզախ, եղեք հավադարիմ, կարոզեցեք աստծո խոսքը մինչև վերջ, որովհետեւ մենք կանչվել ենք աստծո ցայնը լալու։ Ես մի շարունակեմ, նախ եւ առաջ արդեն երկար ադենը սրտիս մեջ արդեն գծեվավորվի այն քարոզը, այն ուսմունքը, որ գիներու ծառայության հետ կապված գուզեմ խոսիլ, գծեվավորվի ադի, սպասեցեք հավատքով, բայց բամը անպայման ատկե բիդիսեմ, ինչ որ աստուծ մեզ ստացել եմ, հետաքրքիր բամը, երևակայեցեք Թադաստանը, եթե քարոզերը շատ սրդանց, հոգիով լեցված, ինչպես որ կույրեք ես, ադոր համար ինքը բդի տադվի, Մեկ հատելի երևակայեցեք, աստված կեցեր է, կտադե, կսե, ինչու կարոզեցիր։ Քու միջոցով ինչու սորվեցավ։ Կխնդրեմ շատ խորունկ մտածեր։ Ու ատ որ դու նստած, ենթադրենք դուն ես at կոմենտ գրողը, որ գանայք լռեն եւ այլն։ Ու կտադես, կհայոես, կգրես, չեմ գիտեմ, դու պիտի տադվիս աստծո կողմեն։ Թե կարոզո որ ենթադրենք աստված արկիլեր է կնոջը քարոզելու սորվեցնելու լուրջ սխալ ես կործած սեբենք մեղք ես կործած որ քարոզեր ես մեղքի ադի հա ու ադոր ամարա չես աբաշխարած ու ելեր ես աստծո դիմաց ու քսիստեր իրավ չէի գիտեր
այդ խոսքնալ մեր եկեղեցի մեջ ուրիշ ծևով սորվեց ուսերեն, որ ադի հadouk եկեղեցիներու կպատկանի կամ լրել կնշանակի չխանգարել եւ այլն, ադանգով բացատրես, ինչ կմտածեք, որ այդ անձնավորությունը դժոխք պիտի երթա Աստծո խոսք քարոզելու համար։ Մի հատ երկար մտածեցեք, երաս տեսեք, հանրակիտարան բացեք, հունարենը բացեք, մի հատ լավ սերտեցեք։ Ոչինչ։ Երևի Աստված կները այդ քարոզողին, բայց տադողին չեմ գիտեր։ Տադողին ու չապաշխարողին, որ հայոյան կրողին եւ այլն։ Մտածեցեք ասում մասին։ Շատ խորհուրդ։ Ես հետաքրքիր բան մտածել եմ, որ աշխարհի պատմության մեջ եկեք խոսենք Հիսուսեն վերջ, շատ գիներ եթե լուր մնային, ասի իմ անձնական մտածումն է, շատ գիներ եթե լուր մնային, այսօր Աստծո արքայության կորձը շատ ավելի նվազ գլար։ Այսինքն այսօր պատմությունը նույնիսկ կփաստե եկեղեցի կյանքի մեջ, որ շատ գիներ որ խոսեցան, պատմություն փոխեցին։ Ամեն։ Եթե լրեին, թող պատասխանեն, եթե լրեին։ Եվ ուրիշ բանը նորեն այդ պատրաստվելիք քարոզեն, կնոջ տեսանկյունն ու դիդանկյունը լման ուրիշ ծև է։ Ինքը այդ նույն քարոզը գուտա եկեղեցի մեջ լման ուրիշ կողմ են, որ տղամարդը կյանքի մեջ միտքեն չանցներ այդպես տա, որով կնոջ պրիզման, կնոջ մոդեցումը լման ուրիշ է։ Այսինքն կնոջ խոսքը, որ երբ որ գուկա, մանավանդ ամուսիններուն, որ նստած են ոնդեղ, քիչ ուրիշ ծևի է։ Անի գերտակը սկսեմ մտածել կնոջ միջոցով Աստծո խոսքի, մյուսնա գերտակը մտածե տղամարդու միջոցով Աստծո խոսքի, եւ աս երկուքը երբ որ իրար կփակին բալանսավոր բան գլա եւ օրհնություն կլա շատ կնոջ քարոզը տղամարդու համար, կնոջ քարոզը կնոջ համար եւ տղամարդու քարոզը կնոջ համար եւ տղամարդու քարոզը տղամարդու համար։ Ասում շատ կարեւոր բան են։ Ասում բարձրապես այդ քարոզեն որ պիտի կա շուտով ինքը քարոզ չենք, ուսմունք է, ուսուցում է, կրնալը երկարը լա, համբերությամբ ալ մտիկ կնեք։ Շուտով պիտի լա։ Ուզեմ բամը ավելցնել, որ Բողոս Արաքյալը նորեն որ սա թող գիները լուր մնան եկեղեցի մեջ, իսկ դունը իրենց այրերին թող արցնեն։ Ես այր չունիմ։ Ես ամուսին չունիմ, որը արցնեմ։ Նորեն ասի իմ քարոզը մեջ բերում է, որ Այսինքն ես չեմ ուստացած աղջիկ։ Ես լրեմ եկեղեցի մեջ դունը որու հարցնեմ, ինձ իսեք։ Այսինքն եթե նկատի ուներ Ամուսին չունիմ։ Եթե իրական նկատի ուներ Բողոս Արաքյալը, ոչ թե ամուսնալուծված է, այլ դեռ չի ամուսնացած։ Չեմ ամուսնալուծված։ So, ասի ինձ համար հստակ հաստատում է, այսինքն աստուծում է, ադորամար Դեր գրնակ մեզի հետ մնաք հրաշալի հարցազրույցի ասի գրնակ հետո լսել եթե գուզեք քնանալ հետո գրնակ լսել երկար է բայց հաջելի է չէ Այո, անպայման վերջ լսեք կոմենտներում մեջ գրեք հաջելի ինչ աղ որ է բոլորին խորհուրդ կտամ որ աս հարցազրույցը լսեն որ լսեն մարդիկ եւ աս լեցուն հարցերու պատասխանները ստանան Այո, քաշալերենք չէ որ դարածեն սոցիալ մեդիայի մեջ Մյուս հարցումին չանցած բիծեմ, ինչև կյանքիս վերջը պիտի կարոզեմ։ Հիսուսի անունով։ Քանի տեր կշնչես պիտի կարոզես։ Ամեն, հալելույա։ Անցնենք հաջորդին։ Ինչն է ամենաշատ ցեզի ուժասպարը նող բանը ծառայության մեջ եւ ինչն է ցեզի նորեն լիցկավորող բանը, այսինքն ուրիշ բարերով ինչպես եւ դու կհոգնիկ կամ ծառայության մեջ ուժասպար կդառնաք, ինչ բանն է որ ցեզի հետ կվերագանքնի։ Իբր ծառայողներ, իբր հովիվներ։ Ես անգերձ լալու համար չեմ իշեր ասանք հadouk բամը որ ինձի ուժասպար գնե, այսինքն որովհետեւ ադան կարծոսիր ինչ կա ասիր Ընդհանրապես այո գլա ժամանակներ որ ուժասպար գլան կդգարանանք եւ այլն, բայց չեմ հիշեր հadouk բամը որ ուժասպար գնե, բայց եթե մի պատասխանեմ ինչպես ես գվերագանքնվիմ, իրականության մեջ իմ անձնական պատասխանս ասի է դիրոջ հետ հանդիպումով աղոթքի սենյակի սկզբունքը կա Աստվածաշունչի մեջ եւ ես անցամբ կհավատամ եւ համարձակալ գսեմ որ որպես Աստծո ծառայող Աստծո հետ ժամանակ անցնելով Աստծո ներկայության մեջ իմ անձս կնորոգվի, իմ անձս կզորանա, իմ անձս կվերականգնվի եւ ես անգերց կսեմ ասքամբարս, բայց ուրիշ հեչ պատասխան չունիմ, որ Աստծո այնտեղ որ Աստված կփնակվի իր ներկայության մեջ է իմ թարմությունը։ Ուրգեվի դիկա իմ օգնությունը գսեմ, իմ օգնությունը իմ դիրոջմեն է։ Աղոթքի սենյակի մեջ դիրոջը ժամանակ անցնելով իր խոսքով անշուշտ։ Ես ասի երկուքը Ինձ համար սկիզբն է եւ վերջն է, որպես Աստծո ծառայող աղոթքի կյանքը, խոսքի կյանքը
օրինակ նայեցեք հետաքրքիր բան մգա չէ, մենք պետք է հասկանանք, որ մանավանդ խոսքի ծառայողներ, որ մենք չենք գարտար խոսքը, որբեսի խոսք պատրաստենք միայն։ Մենք պետք է գարտանք խոսքը, որբեսի մենք առաջինը մենք խոսքով սնվինք, լեցվինք, յետքը, որ Աստված մեր միջոցով խոսի։ Վտանգավոր է այդ ժամանակ, երբ դու որպես Աստծո ծառայող անուղագիորեն միայն ծառայությանդ համար բաներ գնես։ Պետք է աղոթեմ, որովհետև պիտի քարոզեմ։ Պետք է աղոթեմ, որովհետև ծառայություն ունեմ։ Ես պիտի աղոթեմ, որովհետև ես սիրահարում ունիմ։ Իմ Աստծո ժամանակ պիտի անցնեմ։ Հալելույա։ Գխոսիմ իր հետ բաներ, որ պետք ունիմ, բայց առաջինը, որովհետև ես իրեն գսիրեմ։ Ադորամար չեր կարելով ասեմ, ասի է բարձ եւ հստակ պատասխանը, բայց ասի որքան բարձ է, այդքան զորավոր է, այդքան իրական է։ Եվ ես ագուզեմ հավելել երբ գողքնիմ, երբ ուժասպար գլամ, ուրիշներու ձուլություն են զիկ ուժասպար գնա։ Okay։ Ուրիշներուն ձուլությունը։ Եվ որ ինքը ծույլ է, Աստծո չի արցներ։ Գանտիպի գլուխը գզարնե բադին, հետո գուկանզիքս է ինչն եմ որ ելեմ մեջ են, ու դու գիտես որ իրեն սոլյուցիոն է։ Ամենում պատրաստական ենք օգնելու։ Բայց քուժը տանող մարդիկ կան, որ իրեն չեն ուզեր բանանել, վերջը գուկան գսեն աղոթե ասենեմ, Եգոր եսա գսեմ երթան քու մանկություն, ասենք որ ինչու ասան գրիր որ հիմա լաս վիճակի մեջ ես օրինակ, ու խորհուրդ կուտաս ու անիմաստ հարցումներ ալգան, շատ անիմաստ հարցումներ, որոնք որ մարդիկ չեն գիտեր որ այդ հարցումը դուր Աստծո, սորվիր Աստծո ցայնը լսել։ Ես ավելի նախընտրեմ ու խորհուրդ կուտամ մարդոց որ հարցնեն ինչպես լսեմ Աստծո ցայնը, որ 45000-ատ հարց ունիմ, երթամ այդ 45000-ը 45000 աղոթքի միջոցով կամ 5 աղոթքի միջոցով ամեն Աստծո դիմաց բերեմ։ Եվ ինչպես կլիցկավորվեմ, չեմ ուզեր կրկնել Սերժի ասածը, որովհետև ադի ճիշտ է Աստուծմով գլիցկավորվեմ, զորություն կառնեմ ներսիսենյակի մեջ եւ ուրիշ զորություն առնելու բանար ունիմ, բդուղը տեսնելով։ Այ իրենց գնայիմ ու գլիցկավորվեմ։ Վաու։ Ինչ չափա նեղված եմ, իրենց գնայիմ կամ երբ որ գուկամ այն բդուղներուն գնայիմ, որ Աստված իմ միջոցով վրեր է, ու ես հոգներ եմ գուզեմ դատրին, գուզեմ գենամ, իրենց գնայիմ գսեմ Եգուր դուբլ անեմ աս օրհնությունները, որ նորեն ավելի լիցկավորվեմ։ Ուժ գուդադի, ինչպես որ գսե գնիգը երեխա կունենա ցավով, գսե այլևս երեխա չունենամ, ասի ինչ ցավ էր, բայց երբ որ կտեսնե կմոռնա իր ցավը, Այո։ իր բդուղին կտեսնե, գսե ինչ լավ է, մեկադալ ունենամ, ասի ինձի գլիցկավոր է, որ բդուղը տեսնելով եւ նայեք իրենց նայեք գլիցկավորվի։ Լավ, հիմա մտնելով քիչ մը ձեր սրդերը, ինչպիսի վերքեր ունեցած եք ծառայության ընթացքին, ձեր սրդերեն, որ Աստված բժիշկեր է, կամ ինչպես բժիշկը վերեք այդ վերքերեն։ Ասի ինչ կարևոր հարց է։ Դու կիրկը գրեք հովիվ ասոր մասին։ Աս հարցի պատասխանը կիրք մնե 3 ժամալ, 4 ժամալ գրնա աս հարցը զրույցի մեջ լա, բայց այն մարդոց համար որ սեր գծցնես դու, սեր ցույց կուտաս ու չես ստանար ընդհանրակ ադոր փոխարեն անարքան կստանաս կամ ընդհանրապես ոչ մի շահ չունիս, բայց իրենք քեզի շահավոր կգարձեն։ Ճիշտ Հիսուս Քրիստոսի անցած ճանապարհի պես որ դու ցանկը տալու պատրաստ ես, բայց իրենք որան խաչել ադոր։ Ատկե ցավալի բան չկա։ Ինչպես որ Հիսուս խաչի վրա, բայց բարեխոսեց որ ներել։ Ամեն։ Հայր ները չեն գիտեր ինչ կնեն։ Եվ ադոր պատասխանը ինչպես հաղթահարենք, ինչպես բաննենք Աստծո սիրով լեցված լալու բարակային։ Այո, ամեն։ Եթե սերը չլա մեջդ, սիրով չլեցվիս, Աստծո հետ հարաբերություն չունենաս, դու ինքդ տալ նույն պատասխանը պիտի տաս, ինչ որ ցավեցնողը քեզի ցավեցուցեր է։ Ադոր համար դու նույնը պիտի կանչված չես աչքի տեղաչք, ագրայի տեղագրա, այլ հոն է որ վեհությունը այդ խոսքի որ մարդիկ սխալ ցևով կներկայացնեն, որ հիմա ինչ քրիստոնյա ես դու հավատացյալ ես աստեղ զարնեմն է, մյուս բան գծցնես։ Գսեմ չէ, գլրեմ։ Նա երբ որ գլրեմ, ասեր է
հաղթարեցի թե իմ մեջ եղած վիրավորանքը, որովհետև Հիսուսի սիրով լեցված եմ, կլրեմ, չեմ պատասխանել իրեն այդպես, չնայած ադերներ մարդկային գուկա գջշե որ լա, պատասխան է իրեն, դուր իրեն մեկ հատ ավելիով նույնիսկ, ադերներ գսխալինքալ, կլալ էդերնից կապաշխարենք կերտանքներություն խնդրենք։ Ես կուզեմ ասեմ, որ ամեն հավատացյալ կամ ամեն ծառայող ինքը պետք է այդ սպառազինությունը վրան առնի, որը սպառազինությունը այն միտքը այդ մտածումը, մտածելակերպը, որ անպայման պիտի վիրավորվենք, որովհետև վիրավորան, այսինքն ինչպես պիտի վիրավորենք, այսինքն մեր թեմ պիտի ելեն մարդիկ, որ մեզի գրնան ցավցնել, մեզի գրնան նեղացնել, գրնան անարգել եւ այլն, որովհետև նույնիսկ Աստվածաշունչը գսե, որ վերջին օրերուն քու հավատար մդերիմները մեկը մյուսին պիտ փամփասե, մեկը մյուսին պիտ խամազե եւ այլն պիտի լան ասպաները, այսինքն մենք այդ պատրաստական պիտի լանք եւ մեր սիրտը Աստվածային սիրո պիտի լեցնենք, ներողամտությունը պիտի լեցնենք, ինչպես մեր Հիսուսը ներեց, մենք գալ պիտի ներենք, պիտի գալ, ասի այդ ներումի հակոստը, ներումի մտածելակերպը մեր վրային պիտի անենք, որովհետև ասե, այսինքն ծառայության ընթացքին լա հովիվներու հետ, լա իրար հանդեպ, լա ծառայողներու հետ, ադի միշտ պիտի լա։ Եվ մանավանդ, այս ասի կուզեմ շեշտել եւ ասի ասոր փակագիծը բանամ, որ երբ որ մենք արդեն ունենք դգար բաժին, դգար գետ մեր անցին մեջ, եւ երբ որ Աստված գուզե այդ դգար գետը մեր մեջ շտկե եւ շտկելու ընթացքին ադի մեզի համար վիրավորանք ուկա, ադի մեզի համար ցավ գլա, բայց միջոց Աստված այդ մեր մեջի վերքին տվավ, եւ մենք անդեն գծավինք։ Ինչպես բժիշկը։ Ճիշտ։ Այսինքն շատ մը այդ վիրավորանք, որ ոստեղ հարցուցիր, գրնալալ մենք ընթացքի անցել ենք, որ ադի մեզի համար վիրավորանք համարել ենք, կամ ցավ համարել ենք, գրնալ ադի կա բժշկության ընթացն է, որ Աստված ասել է հոս փամը գա, պետք է բժշկվի։ Այսինքն օրինակ Հովի Սևակը, որ ինքը օրինակ տվա, որ շատ դեղեր կա, որ ինքը գարձեր ինքը, որ ադիգա մեզի օրինակ անցամբ ես ինձի վիրավորել է, բայց ադիգա գրնալալ ինձ մե ելեր է դարբեր reaction, որտեվ ես ցավեր եմ, որտեվ իմ մեջս գա արդեն արմատ, գա արդեն վերք, որ Աստված հովիվին միջոցով տբեր է եւ հովիվի միջոցով ցցել է, որ ոստեղ փամ մգա։ Ադորամար հադուկ ասի լման դարբեր գրնալալ տվի, բայց ծառայողներու հետ կամ ծառայողները հովիվներու հետ այդ երբ որ գսվի որ հովիվը նեղացուց ինձի ես իմ խորհուրդս ադե որ ոչ թե ուղագի ասեք որ թե մինը նեղացուց ինձի ասեմ ինչ կա իմ մեջս որ ես նեղացա որովհետև ադիգա թիվ 1 բանն է որ մենք բժշկության երտանք բայց գրնան գսել որ վերջնական այսինքն Աստծո ծառայողի վերջնական եւ ամենակարևոր լավ բանը հոս որ վիրավորանքները կան մեր շուրջը, բայց մենք ազատ լանք վիրավորանքներեն լեցված լալով Աստծո սիրով, այսինքն ինչպես Հովսեվակը ասավ Հիսուսի օրինակը մեզի համար կատարյալ օրինակ է, որ իր շուրջը գար իր ամենամոդիկներեն, մինչև ամենահայրուն վիրավորանքներ, բայց փաստորեն մենք կրնանք որպես Աստծո զավակներ լալ այնպեսին, որ մենք ազատ լանք, ինքը մեր շուրջն է, բայց մենք ազատ ենք։ Ամեն, հալելույա։ Եվ Աստծո համար մենք բոլորս սորվելիք ունենք, աջելիք ունենք, դաշվելիք ունենք։ Եվ ես խորհուրդ կտամ մեր այս հաղորդումը դիտողներուն չնեղանալ, որովհետև նեղացկոտ մարդոց ճակատին գրված է նեղացուցեք ինձի։ Եթե դու արդեն նեղացկոտ ես, Հետաքրքիր է։ միշտ խոցելի ես, թիրախ ես դու։ Աս խոսքը ես չեմ հնարած, աս խոսքը մեր հրաշալի ծառայողներ են, հովիվները մեգսեր են, որ նեղացող մարդոց ճակատին գրված է նեղացուցեք։ Այսինքն ինքը դեր խոցելի է, սատանոնը գիտե ու գնե։ Այո։ Եվ ուրիշ բան մնացեմ Ջոն Բիվերի հրաշալի Աստծո ծառա սատանային խայձը կարտացեք անպայման եւ շատ հզոր կիրք եւ օգնված։ Ես անցամբ շատ օրհնված եմ եւ բոլորս։ Հիմա անցելով քիչ մը ծառայողական ծեր ծառայողներու հետ հարաբերության։ Վստահ եմ բոլորը դա ծառայության պատասխանատու եք եւ ունիք մարդիկ, որոնց հետ համագործակցիկ։ Եվ ծառայողները կամ հավատացյալները ծեր որոշումներուն համաձայն չեն։ Այսինքն դուք ունիք որոշումը, որ ադի արած եք, բայց իրենք ադոր համաձայն չեն։ Հնարավոր է որ փոխեք ծեր գարձիկը, թե ծեր որոշումը վերջնական է։ Ինչ ասանք կնայք ինձ հասկացա լավ։ Ես պատասխանեմ, հետո եթե դուք ունենաք կարճ հնարավոր է փոխեմ, եթե այնպիսի որոշում է, որ Աստված չի ասած, որենեմ։ Եղել է որ Աստված բան մսեր է, բայց ծառայողը գողքիս ասենք թեմ եղել է, ստիպած եղել եմ բացադրեմ։
որպեսզի անհնազանդ չլամ Աստծո։ Խոնարհաբար բացադրել եմ։ Չնայած կան մարդիկ, որ դիկտատորի պես սկսեն ասանք է։ Բայց ես բացադրել եմ ինչու դրամապանորեն կամ չեմ աջաբարած, որպեսզի կողքիներս հասկանան, որ ասի Աստվածը սեր է, ես իմ խելքես չեմ մներ այդ բանը ու բնտեմ, որ չի այդպես պիտի լա, հա որպեսզի ապստամբություն չբարձրանա իմ դեմ։ Միշտ չնայած հաշվի առնելով իրենց կարծիքը։ Նույնիսկ եղել է, որ ես որոշումը արդեն ներսս է, բայց եկել եմ ծառայողներով նսել եմ ժողովրդեր ենք, օգնականներով, բանով, ասել եմ ինչ կարծես Թամար, ինչ կարծես Սեր, իրենք իրենց կարծիք տվել են, որով օգնականներն ալ Աստծո խոսքը խոսող մարդիկ են։ Ձայնը լսում։ Այո, իրենք ալ Աստծո մարդիկն են եւ կրնան իրենց ըսածները ես վերցնեմ որպես ճիշտ ու կատարեմ ադի։ Հիմա կալով social media-ի հետ կապված, սոցցանցերի հետ կապված հարցումի, լայքեր որ կստանա, կոմենտներ, վիյուներ, դիտումներ, կամ շերեր, ընդհանրապես, որքան կարևոր են ցեզի համար եւ արդյոք կդեվի կանոնց ու ինչ կսեք կանոնց մասին։ Ընդհանրապես կոմենտներու, մեկնաբանություններու մասին։ Հանդիպելով սկսպեն, մանավանդ որ շատ երիտասարդ տարիքի մեջ սկսած արայելու, որ մարդիկ լիփանանի մեջ ասին, աս ջահիլը, աս երիտասարդը մեզի պիտի սորվեցնե։ Ասենք անարկված ասի տեր շատ արագ ձերացուր ինձի, շատ արագ թող մազերս ջերմկնան, որ ես շատ արագ ձեր լամ, որ կսեն մեր հովիվը, կսեն, ասի ու սեր հովիվը, ու ես երիտասարդս դեր։ Այդ ադեն, հələ տեր social media-ն չկա, social media-ի մեջ երբ որ սկսան դեղատրել YouTube-ը եղավ, բան եղավ, մարդիկ սկսան գնահատել, այսինքն բադականորեն գտեսնես որ շատերը քաչալեր են քեզի, շատերը բան, այսինքն ընկճված ես տուն, չես գիտեր տուն թերարժեք կսեբես քեզի, թերարժեք կամարես քեզի եւ ասանք կոմենտներ կան որ մարգարեական են։ Քեզի բարձրացնող են որ տուն հանգարց չոչնչանաս։ Գրնամ հետաքրքիր բան ասեմ, գադագով դուք ինձ ճիշտ կհասկանաք, YouTube-ը դարավ բզդիկ Բարնաբասը ինձի համար, մխիթարության որդիմը, որ հասկացա որ չէ, ես նորմալ մարդ եմ։ Այս մարդիկ որ քարոզներ են, տշկոհ են, միշտ ասենք խոսք կա, չեմ գիտեր ինչ կա, չէ, հանգարց լսարանը ծնավ անջանաչելի, չտեսնված, որ չես տեսներ իրենք կսեն շարունակի այսպես։ Ամեն, այո։ Այսինքն ես ոչ թե հեբարդանալու Այո։ խնդիր չունեի, ես ընդհանրակը մի նվազեն, մինուսեն, ելած 0-ի դիրքի վրա, հետո որ եթե ելեի կհեբարդանայի, ինչպես որ կոորդինատային հարթությունը կա, որ դու նվազեն պետք է ելես 0, հետո 0-ն 1, 2 արդեն հեբարդացար 9, 10, ես պետք ունեի հələ ինքս ինձի ճանաչել որ չէ, ես նորմալ կքարոզեմ, ես նորմալ մարդ եմ, այդ վկայությունը ես ունեմ, որ քաչալերանք են եւ շարունակեն որպես պատասխան գնային թե չէ, ես գնային որպես անալիտիկս վերլուծություն, որ արդյոք Աստծո խոսքը կդարածվի, լայքը, կոմենտը, ինչ որ գա, ոստե շատ կարևոր է, չափազանց, փոխարինենք Աստծո խոսքը ասպարերով, կացեք եւ ավետարանը շեյր արեք, ասեին որդին, որին ես լայք գրի, ոչ մի բառ Աստվածաշունչեն դուրս չէ, share արեք, share the gospel, տարածեք, այո։ Եվ գնայիս, ինչու, որովհետեւ պատասխանատու գնայիմ եկեղեցիի մեջ ինչքան գլա կքաչալերեն որանեն, որովհետեւ սատանան ադոր մեջ վարպետ է, լայքեր գտիզեն մեր աղջիկները, բղծությունները, դերը ինձի, երբ որ ասի, ամասի, հոստեղը ամեն ինչ պիղծ է, ասավ, եթե դուք չլեցնեք, ամեն ինչա պիղծ պիտի մնա։ Օ, ամեն։ Դուք լեցուցեք, աջեցեք, շատցեք, Ամեն։ լեցուցեք լավ որակյալ Հալելույա։ բաներով եւ գեդեվիմ անալիտիկս կնայիմ ժամանակ առ ժամանակ կքաչալեր եմ մարդոց, որովհետեւ լայքը, կոմենտը լավ, շեյրը ամեն ինչ կօգնե որ ադի տարածվի, որ Աստծո խոսքը տարածվի։ Իհարկե գեդեվինք որպես պատասխանատու մարդիկ քերի չենք ադոր, ոչ թե գսնուցվին կուրախանանք ալ նաև որպես հաջողակ մարդ, որ մեկը երկը սիրեր է, մեկը քարոզը սիրեր է, կուրախանասալ որպես մարդ կուզես հաջողակ լինել, նորմալ է, բայց չմնաս ադոր քերի։ Այո։ Եվ որ парքի պես բան գուկա քեզի, վաու, թունաս անկանանք, կսեմ չէ, մեկ մարդիկ կան գուկան կսեն, ես քու երկրբակ ունեմ, ադադեն լավ հակուստ որ ունենամ,
գուզեմ բادرեմ ինչպես Պողոս Արաքյալը, որովհետև ինչ երկրբակու։ Մենք բոլորս տիրոջ երկրբակուները պիտի լինենք։ Ես աստղ չեմ, ես ասի չեմ, անի չեմ, բայց նաև ուրիշ բան գուզեմ ասեմ հավատացյալներուն շատ մեծ խնդրանք, շատ մեծ խնդրանք։ Այո, ամենը ճիշտ է կոմենտների մեջ, բայց ամեն 40,000 ամեն մի գրեք, լավ բան մը գրեք, որ կարդացողը մտնի եզրագացություն ունենա, թե վերևի նյութը, թեման ինչ է, որ թերևս այդ քո կոմենտի պատճառով, քո վկայություն կոմենտի պատճառով, մեկնաբանության պատճառով փրկվի քաչալերվի վերև ելենայ, ու ադի դառնա իրեն համար մղող բամը, ուժ տվող բամը, որ ելե վերևը նայ, ադեներ կոմենտը նման է ռիվյուներուն, որ գմտնեն ռիվյու գտնեն թե ասաբրանքը լավ է թե չէ, այսինքն գմտնեն կոմենտը կարդան, եթե տեսնեն շատ կոմենտներ կա լավ, գսեն օրինակ ասենք թե ցնցող էր, լավ էր, ինչու, ինչ գիտեմ, քու սիրտեն, չեմ ասեր չափազանցնես, քու սիրտեն արդեն քաչալերին ելեն վերևը նյութը նայելու։ Ճիշտ։ Ադոր համար ձեր կոմենտները թող գեղեցիկ գլա, եթե հայ ես հայերեն տարերով լա, ոչինչ, եթե չես գիտեր նորեն նրե վնաս չունի վկայությունները գրե որ տագը տեսնեն ու փառավորվի մեր հայրը որ երկինքն Ամեն ու լայքերը դիր անպայման որովհետեւ իրավ ալգորիթմ կա ինքը YouTube-ը գտեսնե ռոբոտ է գտեսնե որ հավնողներ շատ կա գարաչարգե suggest կրնի ասի որպես մասնակիտական որ սերդերեմ ադոր համար կքաչալերեմ երբ որ լայքերը շերերը կոմենտները կա ամեն ինչը ու մինչև վերջ դիդելը գա որ չես առաջի վարգանը դիդեր ու արհամարեր հենց որ գարամարեն YouTube-ը գսե որ մնասին դիդվելիք բամը չէ դիդեցեք կամ ժամանակ հատկացուցեք դիդեցեք վարերը նայեցեք տեսեք ենթավերնակիրեր գա ամեն ինչ ատկրնալա ենթավերնակիրը քեզի ավնիս հետո եգուր դիդենորեն բան տարածե մեգում ղրգե վերնակիրը գիտես մեգում պետք է ասող շատ կարևոր են որբեսի լավ բարի լուրն է տարածվելու հնարավորություն դու հրես որ ինքը տարածվի այնպես որ եկեք կերտենք նոր պատմություն ու social media-ի մեջ ալ չաբրինք այլ ակտիվ լանք այդ բանով որ ղրգենք փախինք դուրս եթե մենք չեք դիդեր այո վերջին հարցում այսօրվա եւ հովիվ սեվագասի ցեզի վիդեոյը ձեր մասին սոցցանցերու մեջ երբ կպամպասեն կամ կչարախոսեն ինչպես կվերապերիք օրինակ այսպեսի խոսակցություն կա որ դուք լիբանանի մասին սուտ մարգարեություն հրաձեք կամ մարդու ցածեք որ իրենք կհարստանան ինչ է ձեր վերապերմունքը անգեղծ ասած ես գրեթե հասկացա նույնիսկ ադան գնողները շատ չեն ես նույնիսկ երկու հոգի չեմ գիտեմ ես մեկ հոգի գիտեմ որ բարձաբես անիմաստ պատճառով եկեղեցին հեռացավ անիմաստ ու շատ հետաքրքիր ձևով հետաքրքիր պատճառով հեռացավ եւ հիմա Եվ որ գերանան գասկնան իբր մենք խալ մարդիկ ենք։ Եթե կվերապերի եթե պետք է պատասխանեմ Լիբանանի մասին սխալ մարգարեություններ որ ասանք քարոզ մկա որի վերնակիրը նույնիսկ Լիբանանի մասին է այսինքն Լիբանան երգիրի մասին է ըստ Աստվածաշնչի ու ես քարոզերեմ Լիբանանը ըստ Աստվածաշնչի ու Լիբանանի մասին Սուրբ Գիրքը լեցուն բաներ գխոսի ու ես հավատացել եմ այդ խոսքերում եւ ես հավատացել եմ որ օրհնենք կորտնվի կրնան երթան դիդեն տեսնեն սուտ մարգարեություն կա թե չէ եւ ես նորեն սկիզբեն ինչպես որ ասի ամենը YouTube-ի մեջ կա թող երթան դիդեն բերեն տնեն դիմացս ասեն ահա սուտ էս մարգարեացած կամ երբ որ Հիսուսը գսեր տվեք եւ կտրվի օրինակ ես այս խոսքը կարդացել եմ որ կորտնվիք դուք երբ որ գուդակ Հիսուսի խոսքը ես իմս չէ ու գսեմ եղավ որ է սուտ մարգարեացա կամ մեկը որ չի բռնեց այդ խոսքը չհարստացավ օրինակ եղավ որ է սուտ մարգարե դուրս է գա երևակայ Հիսուսը շուտով պիտի կամ եկեր է սուտ է մարգարեացած չէ իր շուտով է իմ շուտովն է իրեն համար մեկ վարյանը չեմ գիտեր ինչ է գադագով մը գրնամ ասիսել գադագի ասի Աստուծո մեկը գարցնե գսե քեզի համար միլիարդ դոլարը որ չափ է գսե չինչին բան մնե գսե իսկ ասենք թե 1000 դարին որքան է գսե մեկ վարգյանի պես գսե Աստված ջան ինձի 1 միլիարդ դոլար գուտես Աստված գսե մեկ վարգյան
Մեկ վարգանենք ու դամ 1000 տարի վերջ։ Երբ որ գխոսվի եւ հոգիով չի քննվիր խոսքերը, կրնալ ալ սեվի սուտ մարգարեություն։ Գնաստուն կդրես ասկանաս է սուտ մարգարեացավ։ Տվեի կտրվի եւ այլն կամ 10-անորդներու մասին գխոսի ինչ եմ գիտեր ինչերի մասին։ Ժողովուրդ, մեկ հոգի թողել է մեկ հոգի եւ ասե որ ես դրամական ինչ որ չարաշահումներ կամ իմ դիրքի չարաշահումներ ունեցել եմ եկեղեցի մեջ։ Մեկ հոգի։ Որովհետեւ հնարավորություն ալ չունիս նույնիսկ այդպիսի բան անելու, նույնիսկ միտքեր չի կար այդպիսի բան անելու արդար մարդուն համար, ով որ կյանքը դրեր արդեն։ Մանավանդ որ մեր եկեղեցի մեջ ընդունված չէ որ հովիվ ֆինանսաներում դի խառնվի։ Շատ կարևոր է։ Գա ֆինանսական խորհուրդ, կա հաշվապահ, եգուր հաշվապահինի գնահասե աստրամ ասանք բիդելլա։ Արդեն հաշվապահը գիտնա որ դու կողես։ Կամ manipulation կնես խորամանկություն կնես որ դրամը երթա ինչ որ նպատակներով։ Անհնար է մեր համակարգի մեջ գողություն, որովհետև կա խորհուրդ։ Դու օգնականներու հետ կորոշես ու մեկ ադալ ուրիշ բան ասեմ, ադի ինչ մեծ դրամ օրինակ բիդելլա որ կարենաս այդպիսի բան անել օրինակ։ Չեմ ասեր չենելար պատմության մեջ այդպիսի դեպքեր գլան, բայց աս փամփասանքները, աս բաները խորամանկություն, ասի անի, ցկեցիր փախար, ասի մեկ հատ քննեք հոգիով, այդպես է թե չէ, ով սա որ, հա, դժվարության ադեն ես կացի, պատերազմի ադեն կացի, թվապանության մեջ լավ չեն։ Ես կացել եմ 2 տարի հետո նոր պատերազմ եղել։ Չէ, պետք է մնայի, ասեի պետք է մնամ զոհվին, որ զոհեն վերջս են, աս ինչ մարդ էր։ Վաու, մնաց զոհվեցավ։ Ես կացել եմ 2 տարի հետո պատերազմը սկսել, 22 թվականին կացել եմ, 24 թվին ռմբագործությունները սկսել ոստեղը։ Հատկի առաջալ երկրաշարժ, պիտի Մարգարյանը այս երկրաշարժ պիտի մնամ իմ դունս քանթվի, որ կանեսեն ու բրավո հովիվ։ Եվ ուզեմ որ վերջավորության նաև աղոտ կնենք, որովհետև գսիրեմ այդ մարդոց, այդ մարդուն, կացել եմ փաթուգա լրեր եմ, սեր եմ դու շատ կարևոր ես, շատ երկար պատմություն է, սադանան գրնալալ ասե, որ ճիշտ իրեն պես պատասխան է, իրեն ագրայի դեղ ագրա, աչքի դեղ աչք, բայց ես այդպես չեմ եներ, ես կներեմ, գսեմ հայրները չեն գիտեր ինչ կնեն, երազադեսեր են, որ այդպիսի մարդիկ կապ աշխարհեն ու գավադամադ երազին, որով ժպիտով եկեր են փաթվեր են ասեն մենք շատ սխալ այդ կրիտիկ հոգիով բռնվել ենք ու այդ բաներ ենք գներեմ եթե պատահաբար չեմ գիտեր հրաշքով աստծարայությունը գտիդե դեսանյութը գտիդե ինքը գսեմ որ նորեն գսիրեմ քեզի գներեմ քեզի որով ուրիշ մարդիկ սկրինշոտ կնեն եւ գղրգենք սեն նայր դες ինչ գրեր եք ու մասին եւ ագնարգով հասկացնե որ ասի Լիբանանի եկեղեցի հովիվն է ըստ արդեն հասկանալի ամեն ինչ ես գարտամ սիրտս կծավի բայց քսեմ վնաս չունի կաղոթեմ ինձի անիծողին համար գործնեմ ինձի անիծողին իմ մասին սուտ խոսողին եւ իրենք այդ մարգարեությունը գիրականացնեն Հիսուսի որ ծեր մասին սուտ պիտի խոսեն ծեզ յադանք դենեն ծեր սպանեն նույնիսկ հələ չեն սպանած փարկաստու եթե խոսքերով սպաներեն վնաս չունի հարություն կառնենք նորենք շարունակենք ծառայել եւ եկեք աղոթքով վերջացնենք այսօրվա հենց այդպիսի մարդուց համար աղոթենք եւ բոլոր մեր դիտողներու համար ովքեր որ համբերատար ժամերը անցուցին մեզի հետ կամ մասամբ դիտեցին հետո կշարունակեն դիտել եկեք աղոթենք Հայր իմ Աստված Հիսուս Քրիստոսի անունով կաղոթենք ամեն մարդու համար որ գտիդե մեզի կխնդրենք Հիսուս Քրիստոսի անունով հadouk այն մարդոց ովքեր որ մեզ չեն սիրեր որ Տեր օրհնես ճշմարտությունով օրհնես իրենց կյանքի ամեն բնակավարը մենք կներենք եւ ազատ կարծագենք եւ քրճագենք որ սատանան բարդված է իրենց կյանքի մեջ եւ նույնիսկ որ Տեր ես իմ անձիս կողմեն գսեմ աղոթքով գսեմ եթե մարդկայնորեն սխալեր եմ ու ցավեցուցեր եմ ասանք կնային ու գսեմ ներեցեք ինձի եթե ցեզի սխալմամբ մարդկայնորեն
դադեր եմ կամ ինչ որ սխալ բաներ եմ։ Ես ադորա պատրաստական եմ, համ քեզի գսեմ մարդ արարած, համ իմ Տիրոջս գսեմ Տեր Աստված ները։ Իրավ չեմ ասկծած որ երեմ։ Եթե դու նա սրդիս մեջ տնես, որ երթամ ներողություն խնդրեմ, պատրաստ եմ։ Երթունալները ինձի ու ամեն մարդ թող ներողամտության ասանք հոգի ստանա, որով քրիստոնեությունը, Քրիստոսի հոգին ներողամտության հոգի է։ Ու հայրները, ները բոլորս սխալական ենք, բոլորս մարդ ենք, առանց արտարացնելու գսեմ, անցյալի վրա գսեմ։ Փառք ես Տեր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Թող ամեն մարդ, որ գլսե փրկվի։ Ամեն։ Եթե լսեցիր այս ծառայությունը, այս տեսանյութը, այս հարցազրույցը, քեզի քաչալեր եմ, եթե Տեր Հիսուս Քրիստոսին դեր չես ընդունած, անպայման ընդունես։ Հետս կրկնելով այս աղոթքը, որը Աստվածաշունչի խոսքերու հիման վրա է, որովհետև Տիրոջ խոսքը գսե. Եթե բերանովդ Հիսուսին դեր տավանես, կփրկվիս սրդիդ մեջ հավատալով։ Ասե հետս հետևյալ աղոթքը. Հայր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, ես քո առջևդ կուկամ, այնպիսին ինչպիսին որ կամ, ները իմ ամեն մեղքերը, մաքրե ու սրբե։ Ես կհավատամ, որ 2000 տարի առաջ Հայր Աստված, դուն Հիսուս Քրիստոսին մերելներեն հարություն տվիր։ Սրդիս մեջ կհավատամ ու բերանովս ալ գսեմ, եւ թող իմ անունս կրվի կյանքի գրքի մեջ, եւ այլևս չճնճվի։ Տեր Հիսուս, դու իմ Տերն ես, ես ալ քու զավակդ եմ, քու ծառադ եմ։ Փառք ես Տեր։ Ամեն։ Օրհնված ըլլաք սիրելիներ Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալություն, որ դիզեցիք այս տեսանյութը, այս հարցազրույցը։ Անգեղծ, սրդեն պխած, քիչ մսուր, գդրուկ, գադակներով, լրջությունով լեցուն։ Օրնված ըլլաք Հավիդյանես Հավիդենից։ Շնորհակալություն սիրելի ջան, քեզի ալ շատ աս քաղցր հարցազրույցը վարելու համար ցեզիա շնորհակալություն հայտնեմ։ Ցեզի Աստվածորդն է։ Քաղցր պահը պարգևելու համար եւ Տիրոջ փառք ամենի համար եւ ձեր համար։ Ամեն, ամեն, ամեն։